Փայլուն գալայի ընթացքում այն, ինչ պետք է լիներ շքեղության գիշեր, վերածվեց սարսափելի տեսարանի։ Էլիտայի քարացած հայացքի առաջ հղի կինն անսիրտ ծեծի ենթարկվեց իր սեփական ամուսնու կողմից։ Բայց ոչ ոք չէր սպասում, որ այս ցավալի պահը կդառնա արդարության հանրային հեղափոխության սկիզբ։ Հայաստան հյուրանոցն անճանաչելի էր այդ շաբաթ երեկոյան։ Բյուրեղապակյա ջահերը ոսկեգույն արտացոլանքներ էին գցում մարմարե պատերին, իսկ սպիտակ խոլորձների դասավորությունները զարդարում էին գլխավոր սրահի յուրաքանչյուր սեղանը։ Դա հույսի աստղ բարեգործական գալա երեկոյի 15-րդ թողարկումն էր, ամենասպասված իրադարձությունը Երանյան էլիտայի կողմից, որտեղ գործարարները, արվեստագետներն ու քաղաքական գործիչները հավաքվում էին բարեգործության պատրվակով, բայց որտեղ իրական շահերը պտտվում էին բիզնեսի, արտաքին տեսքի իշխանության շուրջ։ Մարինա Դավթյանը 5-րդ անգամ ուղղեց երկնագույն զգեստը, որն ընտրել էր այդ երեկոյի համար։ Մետաքսե գործվածքը նրբորեն սահում էր նրա մարմնի վրայով, բայց չէր կարողանում ամբողջությամբ թաքցնել 7 ամսական հղիության իր որովայնի կորությունները։ Նա ամբողջ առավոտն անցկացրել էր կարերը կարգավորելով, փորձելով անհնարին հավասարակշռություն գտնել էլեգանտության հարմարավետության մեջ։ Նրա ուռած ոտքերը բողոքում էին արծաթագույն կրունկների մեջ, գոտկատեղի բութ ցավը նրան ուղեկցում էր տնից դուրս գալուց ի վեր։ Նա չէր ուզում այնտեղ լինել։ Նա աղաչել էր իր ամուսնուն, Արմենին, որ թույլ տա տանը մնալ։ Բժիշկը հանգիստ էր խորհուրդ տվել, հատկապես վերջին շաբաթների բարձր ճնշման դրվագներից հետո, որոնց բախվում էր։ Բայց Արմեն Սարգսյանը բացասական պատասխաններ չէր ընդունում։ Նրա համար այդ գալան էական ցուցափեղկ էր իր բիզնեսի համար։ Կնոջ, հղի կնոջ կողքին նրա ներկայությունը կփոխանցեր ընտանիքի մարդու, կայուն հուսալի գործարարի կերպարը։ Եվ Մարինան շատ լավ գիտեր, որ Արմենին հակադրվելը հետանքներ ուներ։ Նա ամեն ինչ դիտում էր հեռվից, նստած կարմիր թավշյա վարագույրների մոտ ռազմավարականորեն տեղադրված աթոռին, որտեղ կարող էր աննկատ մնալ։ Նրա ձեռքը բնազդաբար շոյում էր որովայնը, լուր խոսելով իր փոքրիկ դստեր հետ, ում կրում էր։ Աղջիկ էր լինելու։ Նա դա պարզել էր 3 շաբաթ առաջ, բայց դեռ անուն չէր ընտրել։ Իրականում, Արմենը նույնիսկ չէր մասնակցում այդ որոշումներին։ Նա հազիվ էր անդրադառնում հղիության թեմային, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք էր լուրն օգտագործել գործընկերներին տպավորելու համար։ Սրահի մյուս կողմում Արմենը փայլում էր։ Նրա անթերի սմոքինգը, դաստակին փայլող շվեյցարական ժամացույցը, հանրային պահերի համար նախատեսված հաշվարկված ժպիտը։ Նա շրջում էր հյուրերի միջ այնպիսի հեշտությամբ, ասես ծնվել էր այդ աշխարհի համար, ողջունելով ոմանց, մյուսներին արտրային գաղտնիքներ շշնջալով, միշտ աջ ձեռքին շոտլանդական վիսկիի բաժակը։ Եվ նրա կողքին, ինչպես բուրավետ ու կանխամտածված ստվեր, կանգնած էր Անի Գրիգորյանը։ Մարինան շատ լավ էր ճանաչում Անիին։ Բոլորը ճանաչում էին։ Նա Արմենի ընկերության հանրային կապերի պատասխանատուն էր, հարմար դիրք, որն արդարացնում էր նրա մշտական ներկայությունը Արմենի կողքին։ Բարձրահասակ, երկար սմազերով Անին կրում էր կարմիր, բաց զգեստ, որը կասկած չէր թողնում նրա մտադրությունների վերաբերյալ։ Նա չափից դուրս ծանոթաբար դիպչում էր Արմենի ձեռքին, բարձր ծիծաղում նրա կատակներից, մարմինը նրա կողմը թեքում այնպես, որ շրջապատի բոլորը կարողանային նկատել նրանց միջ եղած մտերմությունը։ Ամոթալի բան չկար։ Քողարկում չկար։ Դա կանխամտածված վիրավորանք էր, Մարինան զգում էր հյուրերի յուրաքանչյուր կարեկցական հայացքը, ովքեր դեմքերը շրջում էին նրա հետ հանդիպելիս։ Ինչպես էր հասել մինչ այս կետը։ Մարինան իրեն դա հարցնում էր ամեն գիշեր քնելուց առաջ։ Նա, ով մեծացել էր գործարարների ավանդական ընտանիքում, Վահագն Դավթյանի դուստրը, ով երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի սեփականատերն էր։ Վահագնը հարգված մարդ էր, նույնիսկ վախեցած, հայտնի իր բիզնեսի ազնվությամբ, ընտանիքին անսասան հավատարմությամբ։ Մարինան մեծացել էր հարմարավետության, բայց նա ամուր արժեքների շրջապատում։ Հայրը միշտ ասել էր նրան, որ առանց բնավորության փողը ոչինչ չարժե, որ մարդու հեղինակությունը նրա ամենաթանկ ունեցվածքն է։ Հենց այդ գալա երեկոներից մեկում, 6 տարի առաջ, Մարինան ծանոթացել էր Արմենի հետ։ Նա երիտասարդ էր, հավակնոտ, ֆինանսական տեխնոլոգիաների ստարտափի սեփականատեր, որը խոստանում էր հեղափոխել շուկան։ Նա ուներ բնածին վաճառողների հմայքը, այն կարողությունը ցանկացած մարդու ստիպելու իրեն հատուկ եզակի զգալ։ Նա Մարինային սիրաշահում էր ինտենսիվորեն, ծաղիկներ էր բերում նրա գրասենյակ, ռոմանտիկ ընթրիքներ բացառիկ ռեստորաններում, հանգստյան օրերի ուղղորություններ դեպի Ծաղկաձոր։
Վահագնը սկզբից կասկածում էր, բայց Մարինան սիրահարված էր, կուրացած Արմենի կողմից իրեն հատկացված ուշադրությամբ։ Հարսանիքը շքեղ էր։ 500 հյուր Երանի բուսաբանական այգում, Փարիզից ներմուծված զգեստ, Մեղրամիս Սանտորինիում։ Առաջին ամիսներին ամեն ինչ կատարյալ էր թվում։ Արմենը ուշադիր էր, քնքուշ, միշտ ներկա։ Բայց դիմակները սկսեցին ընկնել, երբ նրա բիզնեսը վերելք ապրեց։ Հաջողության հետ եկան փոփոխությունները։ Սկզբում տնից դուրս գիշերներն էին, արդարացված անվերջ հանդիպումներով։ Այնուհետ հանգստյան օրերը նվիրված կորպորատիվ միջոցառումներին, որոնցից Մարինան կանխամտածված բացառվում էր։ Եվ հետո եկան զայրույթի պոռթկումները։ Առաջին անգամ, երբ Արմենը բարձրացրեց ձայնը նրա վրա, մեկ անպետք բանի պատճառով էր։ Մարինան մոռացել էր հաստատել ռեստորանում ամրագրումը։ Նա այնքան բղավեց, որ տան աշխատողները փակվեցին խոհանոցում։ Մարինան լացեց, ներողություն խնդրեց, իսկ նա հետո նույնպես ներողություն խնդրեց։ Ասաց, որ սթրեսի տակ է, որ բիզնեսը նրան նյարդային է դարձնում, որ նման բան այլս չի կրկնվի։ Բայց դա կրկնվեց։ Եվ նորից։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի էր ունենում, Մարինան համոզվում էր, որ դա իր մեղքն է, որ եթե ինքն ավելի զգույշ լիներ, ավելի ուշադիր, ավելի կատարյալ, նա կրկին կդառնար այն մարդը, ում սիրահարվել էր։ Առաջին հրումը տեղի ունեցավ հարսանիքից 1 տարի անց։ Մարինան հարցականի տակ էր դրել կասկածելի բանկային փոխանցումը, որը պատահաբար էր տեսել։ Արմենը նրան այնքան ուժգին հրեց պատին, որ նա գլուխը հարվածեց։ Նա տնից դուրս եկավ դուռը շրխկացնելով վերադարձավ 3 օր անց, ադամանդե վզնոցով ներողություն խնդրելով։ Մարինան ընդունեց։ Որովհետ հավատում էր, որ սիրում են նրան։ Որովհետ ամաչում էր ընտանիքին խոստովանել, որ սխալվել էր։ Որովհետ ամուսնալուծության գաղափարը նրան ավելի էր սարսափեցնում, քան այն բռնությունը, որին բախվում էր։ Երբ Մարինան իմացավ հղիության մասին, հույսի կարճատ պահ ունեցավ։ Մտածեց, որ հայր դառնալու լուրը կարող է փոխել Արմենին, նրա մեջ արթնացնել պաշտպանիչ բնաստ, մարդկայնության որոշակի մնացորդ։ Նա պատմեց նրան ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, որը ինքն էր պատրաստել։ Արմենը լուր լսեց, գինին խմեց, ապա միայն ասաց, որ նա պետք է լավ դայակ վարձի, քանի որ ինքը ժամանակ չունի երեխայի խնամքի համար։ Մարինան կուլ տվեց արցունքները ժպտաց, ինչպես միշտ անում էր։ Բայց ամեն ինչ վատացավ։ Արմենը սկսեց բացահայտ դուրս գալ Անիի հետ։ Նրան տանում էր բիզնես միջոցառումների, միջազգային ուղղությունների, ռեստորանների, ուր սովորաբար տանում էր Մարինային։ Եվ երբ Մարինան փորձում էր նրան դիմակայել, նա նրան նվաստացնում էր։ Ասում էր, որ նա գեր է, որ հղիությունը նրան տգեղ է դարձրել, որ Անին այն ամենն է, ինչ նա երբեք չէր կարող լինել։ Եվ մի առիթով։ Երբ Մարինան սպառնաց ամեն ինչ պատմել հորը, Արմենը նրան բռնեց ձեռքից այնքան ուժգին, որ կապտուկներ թողեց սառնասրտորեն ասաց, որ եթե նա համարձակվի որևէ բան ասել, ինքը կանի, որ Վահագնն ամեն ինչ կորցնի։ Մարինան չպատմեց։ Ոչ թե այն պատճառով, որ հավատում էր սպառնալիքներին, այլ այն պատճառով, որ չէր կարող տանել հորը հիասթափեցնելու գաղափարը։ Վահագնն արդեն բազմիցս ցույց էր տվել իր դժգոհությունը Արմենից։ Ամեն անգամ, երբ հանդիպում էին, լարվածությունն ակնհայտ էր։ Վահագնը փեսային վերաբերվում էր քաղաքավարի սառնությամբ, նրա խոսակցության փորձերին պատասխանելով մեկ վանկանի բառերով։ Մարինան գիտեր, որ հայրը ինչ-որ բանից կասկածում էր, բայց նա ջանում էր պահպանել արտաքին տեսքը, ժպտալ ընտանեկան հավաքույթներում, ծածնել, թե ամեն ինչ կարգին է։ Եվ հիմա նա այնտեղ էր, մենակ նստած, մինչ ամուսինը շքեղացնում էր իր սիրուհուն որպես գավաթ։ Մարինան զգում էր բերանի չորություն, սրտի արագ բաբախյուն։ Ուզում էր հեռանալ, բայց գիտեր, որ Արմենը թույլ չէր տա։ Նա հստակ էր եղել տնից դուրս գալուց առաջ։ Նա պետք է մնար մինչ վերջ, ժպտար տեսախցիկներին, եթե անհրաժեշտ լիներ, ոչ մի տեսարան չսարքեր։ Ցանկացած սխալ կպատժվեր, երբ նրանք տուն վերադառնային։ Մատուցողն անցավ, շամպայնի բաժակներ առաջարկելով։ Մարինան ջուր խնդրեց։ Այնքան ծարավ էր։ Ոտքերը ցավում էին, մեջքի ցավն ուժեղացել էր։ Նա մի ակնթարթ փակեց աչքերը, փորձելով խորը շնչել, ինչպես բժիշկն էր սովորեցրել։ Աղջիկը շարժվեց նրա ներսում, մի նուրբ շարժում, որը միշտ հանգստացնում էր նրան։ Մարինան ձեռքը դրեց որովայնին մեղմ շշնջաց։ Ամեն ինչ լավ կլինի, սիրելիս։ Մայրիկն այստեղ է։ Մայրիկը կպաշտպանի քեզ։
Երաժշտությունը մեղմ հնչում էր հետին պլանում, Լարային նվագախումբը կատարում էր դասական երգեր, գործիքային տարբերակներով։ Մարդիկ խմբերով խոսում էին, ծիծաղում, գործարքներ էին կնքում, քողարկված որպես պատահական զրույցներ։ Ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Մարինային, նա դա նախընտրում էր։ Անտեսանելի լինելն ավելի անվտանգ էր։ Նկատվելը նշանակում էր բացահայտվել, իսկ բացահայտվելը նշանակում էր խոցելիություն։ Բայց հետո տեղի ունեցավ մի բան, որը կփոխեր ամեն ինչ։ Մարինան, իրեն գլխապտույտ զգալով, վեր կացավ, մոտակա սեղաններից մեկից ջրի բաժակ վերցնելու։ Նրա ոտքերը թուլացած էին, տեսողությունը մի փոքր մշուշված։ Նա զգուշությամբ բռնեց բաժակը, բայց երբ շրջվեց իր աթոռին վերադառնալու, պատահաբար բախվեց ինչ-որ մեկին։ Այն բաժակից, որը մարդը բռնել էր, հեղուկը շաղ տվեց, մի քանի կաթիլ ընկավ անթերի սպիտակ սմոքինգի թքի վրա։ Մարինան սառեց։ Դա Արմենն էր։ Նա մոտեցել էր առանց նրա նկատելու, հավանաբար եկել էր մեկ այլ խմիչք վերցնելու։ Եվ հիմա կարմիր գինու փոքր բծեր կային նրա ձախ թքին։ Նրանց միջ լռությունը տեց ընդամենը մի քանի վայրկյան, բայց Մարինայի համար դա հավերժություն թվաց։ Նա տեսավ, թե ինչպես սեղմվեց նրա ծնոտը, մտնեցին աչքերը, այն արտահայտությունը, որը նա այդքան լավ գիտեր, որը միշտ վատագույնն էր կանխագուշակում։ Ներեցեք, ես ձեզ չտեսա, ես չէի ուզում, դա պատահաբար էր։ Խոսքերը շտապելով դուրս եկան Մարինայի բերանից, բայց նա արդեն գիտեր, որ դա անօգուտ էր։ Ոչինչ, ինչ ինքը կասեր, տարբերություն չէր մտցնի։ Արմենը ներողություն չէր ընդունում։ Նա չէր հասկանում զղջման լեզուն։ Նա հասկանում էր միայն իշխանություն, վերահսկողություն, գերիշխանություն։ Դու անկարող ես։ Նրա ձայնը ցածր էր, վերահսկվող, բայց թունավոր։ Ոչինչ ճիշտ չես կարողանում անել։ Նույնիսկ հանգիստ նստել չես կարողանում։ Շրջապատի մարդիկ սկսեցին նկատել։ Խոսակցությունների ձայնը նվազում էր։ Մի քանի հետաքրքրասեր հայացք ուղղվեց նրանց։ Մարինան զգում էր, թե ինչպես է դեմքը այրվում ամոթից։ Նա փորձեց դիպչել նրա ձեռքին, հաշտարար ժեստ, որը նա բազմիցս օգտագործել էր նախկինում։ Մի դիպչիր ինձ։ Արմենը կտրուկ շարժումով հեռացրեց նրա ձեռքը։ Դու ինձ զզվեցնում ես։ Եվ այնուհետ, նախքան Մարինան կհասկանար, թե ինչ էր կատարվում, Արմենը բռնեց նրա ձեռքից, սկսեց քաշել նրան դեպի սրահի կենտրոն։ Մարինան փորձում էր դիմադրել, բայց Արմենի մատները դաժան ուժով խրվում էին նրա ձեռքի մեջ։ Նա սայթաքում էր իր ոտքերի վրա, փորձելով հետել նրա լայն քայլերին, զգալով, թե ինչպես է ցավը տարածվում մարմնով մեկ։ Մարդիկ սկսեցին հեռանալ, շրջան բացելով սրահի կենտրոնում։ Երաժշտությունը կտրուկ դադարեց, միջավայրում տիրող լռությունը խլացնող էր։ Հարյուրավոր աչքեր հառած նրանց վրա, լուռ վկաներ այն բանի, ինչ պետք է տեղի ունենար։ Խնդրում եմ, Արմեն, եկեք դուրս խոսենք, խնդրում եմ։ Մարինայի ձայնը դողդողում էր, կոտրված նվաստացումից ու վախից։ Նա ազատ ձեռքը դրեց որովայնին, պաշտպանության բնազդային ժեստ, որը ցանկացած մայր կաներ։ Բայց Արմենը չէր լսում։ Նրա դեմքը աղավաղված էր զայրույթից, աչքերը կարմրած, շնչառությունը ծանր։ Նա հրեց նրան, Մարինան ծնկի իջավ սառը մարմարե հատակին։ Ցավն անմիջական էր սուր, նա զգաց, թե ինչպես է աղջիկը բռնի կերպով շարժվում իր ներսում, կարծես ինքն էլ էր վախեցած։ Դու կարծում ես, որ կարող ես ինձ ամոթանք տալ։ Արմենի ձայնը արձագանքում էր սրահում, բարձր ու պարզ, որպեսզի բոլորը լսեին։ Դու կարծում ես, որ կարող ես ինձ ծիծաղելի դարձնել բոլորի առջ։ Մարինան աչքերը բարձրացրեց, շրջապատող դեմքերի մեջ օգնություն փնտրելով։ Նա տեսավ կանանց, ովքեր շեղում էին հայացքը, կոստյումներով տղամարդկանց, ովքեր մեկ քայլ հետ էին գնում, լուսանկարիչների, ովքեր իջեցնում էին տեսախցիկները։ Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք ոչինչ չէր ասում։ Վախն ու անհավատությունը կաթվածահար էին արել բոլորին այնտեղ։ Կամ գուցե դա անտարբերությունն էր, այն հարմարավետ անտարբերությունը, որը թույլ է տալիս մարդկանց ծածնել, թե չեն տեսնում այն, ինչը չափազանց անհարմար է դիմակայելու համար։ Հենց այդ ժամանակ Արմենը տեսավ դեկորատիվ մտրակը։ Այն միջոցառման ձևավորման մաս էր, դեկորատիվ կտոր, որը հարգանքի տուրք էր մատուցում հայկական մշակույթին, կախված պատերից մեկի վրա, որպես արվեստի տարր։ Արմենը վճռական քայլերով մոտեցավ այնտեղ, պոկեց հյուսված կաշվե առարկան վերադարձավ այնտեղ, որտեղ Մարինան ընկած էր։ Նա հասկացավ, թե ինչ էր տեղի ունենալու առաջին հարվածից մի վայրկյան առաջ։
Ձայնը կտրեց օդը որպես որոտ։ Մարինան ճչաց, ավելի շատ շոկից, քան ֆիզիկական ցավից առաջին ակնթարթում։ Նա փորձեց իրեն պաշտպանել ձեռքերով, բայց Արմենը շարունակեց. 2, 3, 5 հարված։ Մարինան կծկվեց հատակին, ձեռքերով ծածկելով որովայնը, հուսահատորեն շշնջալով դստերը. «Դիմացիր, սիրելիս, դիմացիր, մայրիկն այստեղ է»։ Շրջապատի մարդիկ սկսեցին հանել իրենց բջջային հեռախոսները։ Ոչ թե միջամտելու, ոչ թե ոստիկանություն կանչելու, այլ նկարահանելու համար։ Թվային դարաշրջանը բոլորին վերածել էր բովանդակության նյութի, որը կարող էր տարածվել, մեկնաբանվել, վիրուսային դառնալ։ Եվ այնտեղ էր կատարյալ նյութը։ Հայտնի գործարարը հանրության առջև ծեծում է հղի կնոջը։ Բարբարոսությունը վերածվեց զվարճանքի։ Անին ամեն ինչ դիտում էր հեռվից, հենված սյունին, դեմքին անորոշ արտահայտություն։ Դա ճշգրիտ բավարարություն չէր, բայց նա սարսափ չէր։ Դա ինչ-որ բան էր մռայլ հմայքի այն մարդու անհանգստության մեջ, ով գիտի, որ պետք է գործի, բայց ընտրում է չանել։ Նա մի կում խմեց շամպայնից շարունակեց դիտել, կարծես ֆիլմի տեսարան էր դիտում, ինչ-որ հեռու անիրական բան։ 20, 30, 50 հարված։ Մարինան դադարել էր ճչալ։ Հիմա նա միայն մեղմ լացում էր, խուլ շարունակական ձայն, որը խառնվում էր դստերն ուղղված շշուկներին։ Նրա երկնագույն զգեստը մի քանի տեղ պատռված էր, արյունով բծավորված։ Մեջքը, ձեռքերը, ոտքերը։ Ցավն այնքան ուժեղ էր, որ սկսում էր թմրություն դառնալ, Մարինան իրեն անջատված էր զգում սեփական մարմնից, կարծես լողում էր տեսարանից վեր, հեռվից դիտելով։ Որոշ հյուրեր սկսեցին զգուշորեն հեռանալ, չկարողանալով տանել տեսարանը։ Մյուսները մնացին անշարժ, հիպնոսացված սարսափից։ Մի տարեց տղամարդ փորձեց մոտենալ, բայց նրա կինը բռնեց նրա ձեռքից, ինչ-որ բան շշնջալով նրա ականջին։ Նա վարանեց, նահանջեց։ Կոլեկտիվ վախկոտությունն այնքան բռնի էր, որքան Մարինայի ստացած հարվածները։ 100, 150, 200։ Արմենը չէր դադարում։ Նրա ձեռքը բարձրանում ու իջնում էր մեխանիկական կանոնավորությամբ, կարծես տրանսի մեջ լիներ։ Քրտինքը հոսում էր նրա դեմքով, բայց նա հոգնածություն չէր ցուցաբերում։ Կարծես կուտակված ամբողջ զայրույթը, ամբողջ հիասթափությունը, վերահսկողության ամբողջ ցանկությունը, որը նրան սպառում էր, լիցքաթափվում էր այդ պահին։ Մարինան սկսեց կծկումներ զգալ։ Դրանք ծննդաբերության կծկումներ չէին, այլ ցավի սպազմներ, որոնք անցնում էին նրա որովայնով։ Նա ձեռքերը դրեց որովայնին, աղոթեց։ Աղոթեց, որ իր դուստրը ողջ մնա, որ այդ բռնությունը նրան չհասնի, որ իր կրած երեխան կարողանա առողջ ծնվել, չնայած ամեն ինչին։ Եվ աղոթելիս Մարինան նա լուր խոստում տվեց. Եթե ինքը ողջ մնա, եթե այնտեղից կենդանի դուրս գա, նա այլս չի լռի։ Երբեք։ 250, 280։ Սրահի դռները շրխկոցով բացվեցին։ Ձայնն այնքան բարձր էր, որ նույնիսկ Արմենը մեկ ակնթարթ կանգ առավ, շրջվելով, տեսնելու, թե ով էր եկել։ Դա Վահագն Դավթյանն էր։ Նա շնչահեղձ էր, կարծես վազել լիներ, դեռ հագնված այն կոստյումով, որը կրել էր օրվա ընթացքում, առանց փողկապի։ Նրա աչքերը սրահում փնտրեցին դստերը հատակին, արյունոտված, դողացող։ Վահագնի դեմքը էմոցիա չարտահայտեց։ Նա չբղավեց, չվազեց։ Նա պարզապես դանդաղ քայլեց դեպի սրահի կենտրոն, նրա կոշիկները արձագանքում էին լուռ մարմարի վրա։ Մարդիկ բնականաբար հեռացան, ճանապարհ բացելով, կարծես ավելի մեծ ուժի առաջ լինեին։ Վահագնն ուներ այդ ներկայությունը, այն բնական իշխանությունը, որը ստիպում էր մարդկանց բնազդաբար խոնարհվել։ Նա ծնկի իջավ Մարինայի կողքին, ամբողջությամբ անտեսելով Արմենին։ Նա նրբորեն դիպչեց դստեր դեմքին, հեռացնելով քրտինքից ու արյունից կպած մազերը։ Մարինան բացեց աչքերը, տեսնելով հորը, սկսեց հեկեկալ։ Հայրիկ, ներեցեք, շատ եմ ներողություն խնդրում։ Շշշ, աղջիկս։ Դու ոչինչ չունես ներողություն խնդրելու։ Վահագնը հանեց իր պիջակը, ծածկեց նրա մարմինը, պաշտպանելով նրան բացահայտումից։ Այնուհետ, վերջապես, նա նայեց Արմենին։ Նրա աչքերը սառույցի երկու կտոր էին։ Դու դրա համար կվճարես։ Դրանք ճիչեր չէին, դատարկ սպառնալիքներ չէին։ Դրանք ընդամենը 6 բառ էին, արտասանված այն մարդու բացարձակ վստահությամբ, ով իշխանություն ունի կատարելու իր խոստումը։
Արմենը մեկ քայլ հետ գնաց, մտրակը դեռ ձեռքին, այն բանի իրականությունը, ինչ արել էր, սկսում էր թափանցել իրեն սպառած զայրույթի մշուշի միջով։ Ես քո ամուսինն եմ։ Ես կարող եմ։ Արմենը փորձեց արդարանալ, բայց նրա ձայնը թույլ էր, անհամոզիչ։ Դու ոչինչ չես։ Վահագնը հայացքը չշեղեց։ Եվ այսուհետ, դու ոչինչ չունես։ Հենց այդ ժամանակ ժամանեցին բուժաշխատողները, որոնց կանչել էր ինչ-որ մեկը, ով վերջապես պարկեշտություն ուներ շտապօգնություն կանչելու։ Նրանք Մարինային դրեցին պատգարակի վրա, ստուգեցին նրա կենսական նշանները, արյան ճնշումը, երեխայի սրտի բաբախյունը։ Վահագնը նրանց ուղեկցեց մինչ շտապօգնության մեքենա, ամբողջ ճանապարհին բռնելով դստեր ձեռքը։ Մինչ շտապօգնության մեքենայի դռները կփակվեին, Վահագնը շրջվեց, վերջին անգամ նայելու սրահին։ Այդ մարդիկ, այդ էլիտան, որն իրեն քաղաքակիրթ էր անվանում, ամեն ինչ դիտել էին, ոչինչ չանելով։ Նա յուրաքանչյուր դեմք գրանցեց իր հիշողության մեջ։ Նա ճշգրիտ կիմանար, թե ով էր այնտեղ, ով էր նկարահանել, ով էր ծիծաղել, ով էր պարզապես դիտել։ Եվ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ կերպ կվճարեր։ Շտապօգնության մեքենան արագությամբ մեկնեց, շչակները պատռում էին երանյան գիշերը։ Մեքենայի ներսում Մարինան սեղմում էր հոր ձեռքը, մինչ բուժաշխատողներն աշխատում էին, շիճուկ դնելով, երեխայի սրտի զարկերը ստուգելով, ամենածանր վերքերին շտապ վիրակապեր դնելով։ Ֆիզիկական ցավն ուժեղ էր, բայց էմոցիոնալ ցավն ավելի մեծ էր։ Մարինան զգում էր ամոթի, զայրույթի, վախի խառնուրդ, առաջին անգամ երկար ժամանակից ի վեր, հույսի փայլատակում։ Որովհետև հիմա հայրը գիտեր։ Այլս թաքցնելու միջոց չկար, այլս ծածնելու միջոց չկար, թե ամեն ինչ կարգին է։ Ճշմարտությունը բացահայտվել էր հնարավոր ամենադաժան ձով, բայց գոնե հիմա նա այլս մենակ չէր։ Հիվանդանոցում Մարինային անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները մի շարք հետազոտություններ կատարեցին, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություն, պտղի շարունակական մոնիտորինգ։ Վերքերը բազմաթիվ էին, բայց մեծ մասամբ մակերեսային։ Ամենից շատ անհանգստացնում էր այն ծայրահեղ սթրեսը, որին ենթարկվել էր երեխան։ Վաղաժամ ծննդաբերության, պտղի տառապանքի, բարդությունների վտանգ կար, որոնք կարող էին ազդել երեխայի վրա ամբողջ կյանքի ընթացքում։ Վահագնը մնաց սենյակից դուրս, մեկ կողմից մյուս կողմ քայլելով, հեռախոսը անդադար զանգում էր։ Դա իր որդին էր, Դավիթը, Մարինայի ավագ եղբայրը։ Վահագնը պատասխանեց վերահսկվող ձայնով պատմեց, թե ինչ էր կատարվել։ Դավիթը Գյումրիում էր բիզնեսով, բայց ասաց, որ առաջին իսկ չվերթով կվերադառնա։ Հայրիկ, ինչ ես անելու։ Դավիթի ձայնը հեռախոսով լարված էր։ Ես կկործանեմ նրան։ Վահագնի պատասխանը պարզ էր ուղղակի։ Ես ամեն ինչ կվերցնեմ նրանից։ Յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր կապ, յուրաքանչյուր հնարավորություն։ Երբ ես ավարտեմ նրա հետ, Արմեն Սարգսյանը նույնիսկ շնչելու օդ չի ունենա։ Եվ այսպես սկսվեց գործողությունը։ Վահագնը մի շարք զանգեր կատարեց։ Նախ իր անձնական փաստաբանին, Տիգրան Պետրոսյանին, Երանի լավագույն քրեական իրավաբանին։ Այնուհետ իր ֆինանսական խորհրդատուին, Հովհաննես Հարությունյանին, ֆինանսների հանճարի, ով գիտեր, թե ինչպես գտնել փող այնտեղ, որտեղ ոչ ոք չէր կարողանում։ Եվ ապա լրատվամիջոցների որոշ ռազմավարական կապերի, մարդկանց, ովքեր պարտք էին Վահագնին պատրաստ կլինեին օգնել։ Մինչդեռ տեսանյութերն արդեն շրջանառվում էին սոցիալական ցանցերում։ Առաջինը տեղադրվել էր թվային ազդեցիկ անձի կողմից, ով ներկա էր գալա երեկոյին։ Մի քանի րոպեի ընթացքում այն հազարավոր անգամներ էր տարածվել։ Արմեն Սարգսյան հեշթեգը սկսեց բարձրանալ Twitter-ի թրենդային թեմաներում։ Մարդիկ շոկի մեջ էին, վրդովված, զայրացած։ Գլխավոր լրատվական կայքերը սկսեցին հրապարակել պատմությունը։ Գործարարը ծեծում է հղի կնոջը բարեգործական գալա երեկոյին։ Պատկերները թե խմբագրված, առավել գրաֆիկական պահերը չցուցադրելու համար, ազդեցիկ էին։ Արմենը նույնացվում էր, նրա ընկերությունը նշվում էր, նրա հեղինակությունը քանդվում էր իրական ժամանակում։ Հիվանդանոցում Մարինան վերջապես քնեց հանգստացնող դեղեր ստանալուց հետո։ Նրա մարմնին անհրաժեշտ էր հանգիստ, վերամշակել տրավման, ապաքինվել։ Բայց նրա միտքը շարունակում էր ակտիվ մնալ նույնիսկ քնի մեջ։ Նա երազում էր դստեր մասին, պատկերացնում էր, թե ինչպես կլինի նրան գրկել, ինչպես կլինի տեսնել նրան մեծանալիս։ Եվ առաջին անգամ տարիներ շարունակ Մարինան երազում էր նա ազատության մասին։
Երազում էր կյանքի մասին, որտեղ նա ստիպված չէր լինի վախենալ, որտեղ նա կարող էր լինել ինքը, որտեղ նա կարող էր շնչել առանց ճնշման մշտական ծանրության։ Վահագնը մտավ սենյակ, երբ բժիշկները թույլ տվեցին։ Նա նստեց անկողնու կողքի աթոռին, բռնեց քնած դստեր ձեռքը։ Նա արտասվեց առաջին անգամ տասնամյակների ընթացքում։ Լացեց այն ցավի համար, որը կրել էր Մարինան, այն մեղքի համար, որը զգում էր նախկինում չնկատելու համար, այն զայրույթի համար, որը նրան սպառում էր այն մարդու դեմ, ով դա արել էր իր աղջկա հետ։ Երբ Մարինան արթնացավ, մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե որտեղ էր։ Հիվանդանոցի սպիտակ լույսը կուրացնում էր նրան, ախտահանիչի հոտը ներթափանցում էր նրա քթանցքները, մարմնի ցավը ստիպում էր նրան մեղմ հառաչել։ Նա բնազդաբար ձեռքը տարավ որովայնին, նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Աղջիկը։ Որտեղ էր իր աղջիկը։ Ամեն ինչ կարգին էր նրա հետ։ Մի բուժքույր մտավ սենյակ այդ պահին, դեղերով սկուտեղ կրելով։ Տեսնելով Մարինային արթուն, նա մեղմ ժպտաց։ Բարի լույս, տիկին Սարգսյան։ Ինչպե՞ս եք զգում։ Իմ աղջիկը։ Մարինան հազիվ էր կարողանում բառեր արտասանել, կոկորդը չորացած։ Նա լավ է։ Այո։ Բուժքույրը մոտեցավ, ստուգելով մոնիտորները։ Երեխայի սիրտը ուժեղ է բաբախում։ Դուք շատ բախտավոր եք։ Ես կկանչեմ բժշկին, ձեզ հետ խոսելու համար։ Բժիշկը ժամանեց մի քանի րոպե անց, միջին տարիքի տղամարդ, կարեկցական հայացքով։ Նա բացատրեց, որ Մարինան զգալի վնասվածքներ էր ստացել, բայց դրանցից ոչ մեկը բավականաչափ լուրջ չէր երկարաժամկետ առողջությանը վտանգելու համար։ Ամենամեծ ռիսկը երեխայի համար էր, ով տառապանք էր կրել ծայրահեղ սթրեսի պատճառով։ Բայց սրտի զարկերը կայուն էին հիմա, եթե Մարինան առաջիկա շաբաթներին բացարձակ հանգիստ պահպաներ, ամբողջական ապաքինման հավանականությունը բարձր էր։ Դուք լավ կլինեք։ Եվ ձեր աղջիկը նույնպես լավ կլինի։ Բայց պետք է հանգստանաք, տիկին Սարգսյան։ Ոչ մի սթրես, ոչ մի ֆիզիկական լարվածություն։ Եվ հատկապես ոչինչ, ինչը կարող է ձեզ կրկին վտանգի տակ դնել։ Մարինան հասկացավ ենթադրյալ հաղորդագրությունը։ Բժիշկը գիտեր։ Բոլորը գիտեին։ Տեսանյութերը տարածվել էին համացանցում, ինչպես կրակը չոր խոտի մեջ։ Նա հիմա Հայաստանի ամենահայտնի կինն էր, բայց հնարավոր ամենավատ պատճառով։ Զոհը։ Ծեծված կինը։ Նվաստացված հղի կինը։ Վահագնը մտավ սենյակ, հենց որ բժիշկը դուրս եկավ։ Նա թվում էր, թե 10 տարով ծերացել էր մեկ գիշերվա ընթացքում։ Կարմրած աչքեր, չսափրված մորուք, ճմրթված կոստյում։ Բայց երբ նայեց Մարինային, նրա դեմքը մեղմացավ։ Ինչպե՞ս ես, աղջիկս։ Մարինան չկարողացավ պատասխանել։ Միայն լացեց։ Եվ Վահագնը գրկեց նրան զգուշությամբ, որ չդիպչի վերքերին, բայց բավականաչափ ուժեղ, որպեսզի նա իմանար, որ ինքն այնտեղ է, որ ոչ մի տեղ չի գնա։ Ես պետք է նկատեի։ Վահագնի ձայնը խեղդված էր։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Ես միշտ գիտեի, որ այդ մարդը լավը չէր։ Բայց դու այնքան վճռական էիր թվում, ամուսնությունը պահպանելու համար, ես չուզեցի միջամտել։ Ես պետք է միջամտեի։ Դա ձեր մեղքը չէր, հայրիկ։ Մարինան սրբեց արցունքները։ Դա իմն էր։ Ես թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Ես լուռ մնացի։ Ես հավատացի, որ նա կփոխվի։ Ոչ։ Վահագնը բռնեց նրա դեմքը երկու ձեռքով։ Մեղքը նրանն է։ Միայն նրանը։ Եվ նա կվճարի, Մարինա։ Ես խոստանում եմ, որ նա կվճարի։ Դավիթը ժամանեց մի քանի ժամ անց, ուղիղ օդանավակայանից։ Նա սենյակ մտավ որպես փոթորիկ, այնքան ուժգին գրկեց քրոջը, որ նա ցավից հառաչեց, ներողություն խնդրեց, կրկին գրկեց, այս անգամ ավելի դանդաղ։ Դավիթը Մարինայից 2 տարով մեծ էր, ուներ հոր նույն վճռականությունը, գրեթե մոլուցքային արդարության զգացում։ Երբ երեխա էր, նա միշտ պաշտպանում էր իր կրտսեր քրոջը դպրոցում, միշտ նրա կողքին էր։ Այդ անիծյալը։ Դավիթը չէր կարողանում դադարել սենյակում քայլելուց։ Ես կսպանեմ նրան իմ սեփական ձեռքերով։ Դու ոչինչ չես անի։ Վահագնը վճռական էր։ Մենք կկործանենք նրան ճիշտ ձով։ Իրավականորեն։ Ֆինանսապես։ Սոցիալապես։
Երբ մենք ավարտենք նրա հետ, Արմեն Սարգսյանը թաքնվելու տեղ չի ունենա։ Եվ հենց դա էլ սկսեցին անել։ Տիգրան Պետրոսյանը, փաստաբանը, հիվանդանոց ժամանեց փաստաթղթերով լի պայուսակով։ Նա բացատրեց, որ հարձակման մի քանի ճակատ կա։ Առաջինը՝ քրեական մեղադրանքները։ Ծանր մարմնական վնասվածք, ընտանեկան բռնություն, խոշտանգում։ Տեսանյութերի շրջանառության պայմաններում Արմենի համար անհնար կլիներ հերքել փաստերը։ Դատապարտումը գրեթե անխուսափելի էր։ Բայց ավելին կար։ Տիգրանը սկսել էր հետաքննել Արմենի ֆինանսները, այն, ինչ գտել էր, պայթուցիկ էր։ Նրա ընկերությունը, որը թվում էր շահութաբեր լավ կառավարվող, մի շարք անկանոնություններ էր թաքցնում։ Կասկածելի փոխանցումներ կային օֆշորային հաշիվներին, խարդախ պայմանագրեր, կեղծ հաշիվ ապրանքագրեր։ Եվ ամենալուրջը, Արմենը կեղծ փաստաթղթեր էր օգտագործել Մարինայի անունով ֆանտոմային ընկերություններ բացելու փող շեղելու համար։ Նա գողացել է ձեզնից։ Տիգրանը ցույց տվեց փաստաթղթերը Մարինային։ Ձեր անունով գրանցված կան առնվազն 3 ընկերություններ, որոնց գոյության մասին դուք երբեք չգիտեիք։ Եվ այդ ընկերություններն օգտագործվել են փող լվանալու, հարկերից խուսափելու, ամեն տեսակի անօրինական գործունեության համար։ Մարինան շոկի մեջ էր։ Նա գիտեր, որ Արմենը շատ վատ բաների ընդունակ է, բայց երբեք չէր պատկերացրել, որ նա կհասներ այդ կետին։ Օգտագործել նրա անունը, նրա ստորագրությունը հանցագործություններ կատարելու համար։ Դա դավաճանություն էր այն ամենից անդին, ինչ նա կարող էր պատկերացնել։ Սա նշանակում է, որ ես կարող եմ ապացուցել, որ նրա զոհն եմ եղել մեկից ավելի ձերով։ Մարինան սկսում էր հասկանալ այն բանի չափը, ինչ իրենք ունեին իրենց ձեռքերում։ Հենց այդպես։ Տիգրանն առաջին անգամ ժպտաց։ Եվ դա նշանակում է, որ մենք կարող ենք հետապնդել բոլոր այն ակտիվները, որոնք նա ձեռք է բերել, օգտագործելով այդ անօրինական փողը։ Տունը, մեքենաները, արվեստի գործերը, ներդրումները։ Ամեն ինչ կարող է բռնագրավվել։ Մինչդեռ Հովհաննես Հարությունյանը, ֆինանսական խորհրդատուն, աշխատում էր մեկ այլ ճակատում։ Նա պարզել էր, որ Արմենի ընկերությունը շատ ավելի փխրուն է, քան թվում էր։ Կային թաքնված պարտքեր, դժգոհ ներդրողներ, աշխատակիցներ, ովքեր ամիսներ շարունակ աշխատավարձ չէին ստացել։ Հաջողության ճակատը թաքցնում էր քարտերի ամրոց, որը պատրաստ էր փլուզվելու։ Եթե մենք սկսենք ճնշում գործադրել ճիշտ կետերում, նրա ընկերությունը շաբաթների ընթացքում սնանկ կհայտարարվի։ Հովհաննեսը Վահագնին ներկայացրեց մանրամասն պլան։ Մենք կարող ենք խոսել գլխավոր ներդրողների հետ, ցույց տալ անկանոնությունները, ստիպել նրանց հետ վերցնել իրենց փողերը։ Մենք կարող ենք մատակարարներին զգուշացնել վճարում չստանալու ռիսկի մասին։ Մենք կարող ենք տեղեկություններ արտահոսել մասնագիտացված մամուլին։ Դա կլինի դոմինոյի էֆեկտ։ Վահագնը ուշադիր լսում էր ամեն ինչ, հարցեր տալով, ռազմավարություններ կարգավորելով։ Բայց նա գիտեր, որ պատերազմը չի մղվի միայն դատարաններում, հանդիպումների սենյակներում։ Հանրային կարծիքը նույնքան կարևոր էր։ Եվ դրա համար նա պետք է վերահսկեր պատմությունը։ Հենց այդ ժամանակ նա անսպասելի զանգ ստացավ։ Դա Գայանե Ղազարյանն էր, Արմենի Մարինայի տան նախկին աշխատակցուհին։ Նա 3 տարի աշխատել էր որպես տնային տնտեսուհի, բայց 6 ամիս առաջ հանկարծակի ազատվել էր աշխատանքից։ Գայանեն ասաց, որ կարևոր բան ունի պատմելու, մի բան, որը կարող էր օգնել Մարինային։ Վահագնը հանդիպում նշանակեց նրա հետ հիվանդանոցի մոտ գտնվող զուսպ սրճարանում։ Գայանեն 50-անց կին էր, մոխրագույն մազերը հավաքած կոկիկ խոպոպի մեջ, ձեռքերը կոշտացած այդքան աշխատանքից։ Նա նյարդային էր, խոսելիս հին պայուսակի ժապավեններով խաղալով։ Պարոն Դավթյան, ես շատ բան եմ տեսել այդ տանը։ Բաներ, որոնք ոչ ոք չպետք է տեսներ։ Գայանեն խոսելիս ներք էր նայում։ Պարոն Արմենը միշտ բռնի էր տիկին Մարինայի հետ։ Դա առաջին անգամը չէր։ Դա նույնիսկ երկրորդը, ոչ էլ երրորդը չէր։ Դա անընդհատ տեղի էր ունենում։ Վահագնը զգաց, թե ինչպես է արյունը եռում, բայց պահպանեց իր հանգստությունը։ Շարունակեք։ Ես ապացույցներ ունեմ։ Գայանեն իր պայուսակից յսպ գրիչ հանեց։ Տարիներ շարունակ ես ձայնագրում եմ աուդիո-վիդեո։ Ես գիտեմ, որ չպետք է դա անեի, բայց դա ինձ պաշտպանելու միակ միջոցն էր, եթե նա որոշեր ինձ ինչ-որ բանում մեղադրել։ Եվ հիմա, տեսնելով, թե ինչ է կատարվել, ես չեմ կարող լուռ մնալ։ Տիկին Մարինան միշտ լավ է եղել ինձ հետ։
Նա արժանի է արդարության։ Վահագնը դողացող ձեռքերով վերցրեց ըստ կրիչը։ Դուք գիտեք, թե ինչ կա այստեղ։ Ամեն ինչ կա։ Քննարկումների, ագրեսիայի, սպառնալիքների ձայնագրություններ։ Նույնիսկ մի տեսանյութ կա, թե ինչպես է նա ծեծում նրան, երբ նա հղիության 5-րդ ամսում էր։ Ես նկարահանել եմ խոհանոցի պատուհանից։ Եվ ավելին կա։ Կան նրա խոսակցությունները սիրուհու հետ, պլանավորելով, թե ինչպես ամեն ինչ վերցնել տիկին Մարինայից, ինչպես նրան խելագարի տեղ դնել, եթե նա փորձի բաժանվել։ Դա ոսկի էր։ Դա ավելին էր, քան Վահագնը կարող էր սպասել։ Այդ ձայնագրություններով նրանք կարող էին ապացուցել, որ գալա երեկոյին տեղի ունեցած ագրեսիան մեկուսացված միջադեպ չէր, այլ բռնության համակարգված օրինաչափության մաս։ Նրանք կարող էին ցույց տալ, որ Արմենը հաշվարկող գիշատիչ էր, ով մանրակրկիտ պլանավորել էր, թե ինչպես Մարինային վերահսկողության տակ պահել։ Ինչու դուք ավելի վաղ չբողոքեցիք։ Վահագնը պետք է հարցներ, թե արդեն գիտեր պատասխանը։ Ես վախենում էի։ Գայանեն սկսեց լացել։ Պարոն Արմենը հզոր մարդ է։ Նա միշտ ասում էր, որ կապեր ունի, որ կարող է ցանկացած մարդու անհետացնել, եթե ուզենա։ Ես փոքր աղջիկ ունեմ։ Ես չէի կարող ռիսկի դիմել։ Բայց հիմա, այն բանից հետո, ինչ տեսա այդ տեսանյութերում, ես այլս չեմ կարող քնել։ Ես պետք է ճիշտ բանն անեմ։ Վահագնը Գայանեին հավաստիացրեց, որ նա կպաշտպանվի, որ նրան կամ նրա դստերը ոչ մի վատ բան չի պատահի։ Նա կվճարեր մասնավոր անվտանգության համար, եթե անհրաժեշտ լիներ, նրան կտեղափոխեր այլ մարզ, եթե անհրաժեշտ լիներ։ Բայց այդ ձայնագրությունները կարոր էին, Գայանեն պետք է պատրաստ լիներ վկայելու։ Ես կվկայեմ։ Գայանեն սրբեց արցունքները։ Ես կպատմեմ ամեն ինչ, ինչ տեսել եմ։ Տիկին Մարինայի բոլոր այլ կանանց համար, ովքեր տառապում են լռության մեջ։ Երբ Վահագնը վերադարձավ հիվանդանոց, նա ուղիղ գնաց Մարինայի սենյակ։ Դավիթն այնտեղ էր, մեղմորեն խոսելով քրոջ հետ։ Վահագնը խնդրեց բուժքրոջը դուրս գալ, փակեց դուռը, պատմեց Գայանեի ձայնագրությունների մասին։ Մարինան երկար ժամանակ լուռ մնաց։ Նա գիտեր, որ Գայանեն շատ բաների վկա էր եղել, բայց երբեք չէր պատկերացրել, որ տնային տնտեսուհին ամեն ինչ փաստաթղթավորում էր։ Դա միաժամանակ թեթացում էր նորացված ամոթ։ Թեթացում, որովհետև վերջապես կոնկրետ ապացույցներ ուներ։ Ամոթ, որովհետև ավելի շատ մարդիկ հիմա կտեսնեին, թե որքան թույլ էր եղել, որքան էր թույլ տվել։ Դու թույլ չէիր։ Դավիթը կարծես կարդում էր նրա մտքերը։ Դու զոհ էիր։ Տարբերություն կա։ Բայց ես մնացի։ Մարինան նորից սկսեց լացել։ Ես գիտեի, թե ով էր նա, մինույն է, ես մնացի։ Որովհետև դու վախենում էիր։ Եվ որովհետև նա մանիպուլյացիայի էր ենթարկում քեզ։ Վահագնը նստեց անկողնու եզրին։ Սա է այն, ինչ անում են Արմենի նման տղամարդիկ։ Նրանք մեկուսացնում են զոհին, ոչնչացնում նրա ինքնագնահատականը, ստիպում նրան հավատալ, որ ելք չկա։ Բայց դու հիմա ելք ունես, Մարինա։ Եվ դու դրան մենակ չես բախվի։ Հենց այդ ժամանակ Մարինան որոշում կայացրեց։ Նա ուզում էր խոսել։ Ուզում էր պատմել իր պատմությունը, իր սեփական խոսքերով։ Նա չէր ուզում լինել պարզապես համացանցում շրջանառվող տեսանյութերի լուր զոհը։ Նա ուզում էր ձայն ունենալ, ուզում էր բացատրել, ուզում էր, որ մյուս կանայք, ովքեր նույնի միջով էին անցնում, իմանային, որ հնարավոր է դուրս գալ, որ հնարավոր է պայքարել։ Տիգրանը, փաստաբանը, վարանեց, երբ Մարինան ցանկություն հայտնեց։ Նա դա ռիսկային համարեց, կարծեց, որ Արմենը կարող է օգտագործել նրա խոսքերը նրա դեմ դատարանում։ Բայց Վահագնը հասկացավ, որ դա իրավական ռազմավարության մասին չէր։ Դա բուժման մասին էր։ Դա Մարինայի կողմից իր սեփական պատմությունը վերահսկողության տակ վերցնելու մասին էր։ Մարինան տեսանյութը ձայնագրեց հիվանդանոց ընդունվելուց 3 օր անց։ Նա դեռ գունատ էր, խորսություն ունենալով աչքերի տակ, բայց նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Վճռականություն, որը նախկինում չկար։ Դավիթը կարգավորեց բջջային հեռախոսի տեսախցիկը, համոզվելով, որ լույսը հարմար է։ Վահագնը կողքին էր, կադրից դուրս, բայց ներկա։ Մարինան խնդրեց նրանց մնալ, ասաց, որ պետք է իմանա, որ նրանք այնտեղ են։ Նա սկսեց դանդաղ խոսել, ձայնը դեռ թույլ, բայց վճռական։ Իմ անունը Մարինա Դավթյան Սարգսյան է։ Եվ 5 տարի շարունակ ես ապրել եմ բռնի հարաբերությունների մեջ։
5 տարի շարունակ ես հավատացել եմ, որ դա իմ մեղքն է։ Որ եթե ես ավելի լավ կին լինեի, ավելի ուշադիր, ավելի զգույշ, նա կդադարեր ինձ ցավեցնել։ Բայց ճշմարտությունն այն է, որ կարևոր չէր, թե ինչ էի անում։ Բռնությունը երբեք ինձ հետ կապ չուներ։ Այն միշտ վերաբերում էր այն վերահսկողությանը, որը նա ուզում էր ունենալ իմ կյանքի նկատմամբ։ Մարինան դադար տվեց, խորը շունչ քաշեց, շարունակեց. Դուք տեսել եք գալա երեկոյին տեղի ունեցածի տեսանյութերը։ Բայց այն, ինչ դուք չգիտեք, այն է, որ դա առաջին անգամը չէր։ Դա պարզապես առաջին անգամն էր, որ դա տեղի ունեցավ հանրության առջ։ Տարիներ շարունակ ես տառապել եմ լռության մեջ, վախենալով խոսելուց, ամաչելով խոստովանելուց, որ իմ ամուսնությունը սուտ էր։ Եվ մինչդեռ նա գողացել է իմ արժանապատվությունը, իմ ինքնագնահատականը, իմ խաղաղությունը։ Նույնիսկ փորձել է գողանալ իմ դստերը։ Արցունքները սկսեցին հոսել, բայց Մարինան չսրբեց դրանք։ Նա թույլ տվեց, որ դրանք ազատորեն հոսեն, մինչ խոսում էր. Ես 7 ամսական հղի եմ։ Եվ այս հղիության յուրաքանչյուր օրը նշանավորվել է վախով, որ նա կվնասի իմ դստերը։ Գալա երեկոյի գիշերը, մինչ ես ստանում էի յուրաքանչյուր հարված, միակ բանը, ինչի մասին կարող էի մտածել, իմ երեխային պաշտպանելն էր։ Եվ փառք Աստծո, նա ողջ մնաց։ Մենք երկուսս էլ ողջ մնացինք։ Մարինան ուղիղ նայեց տեսախցիկին, նրա հաջորդ խոսքերը դուրս եկան այնպիսի ուժով, որ զարմացրեց նույնիսկ նրան։ Ես այլս չեմ լռի։ Ես կպայքարեմ։ Ես կփնտրեմ արդարություն։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր նույնի միջով են անցնում, կարծում են, որ ելք չկա։ Ելք կա։ Միշտ ելք կա։ Եվ եթե դուք դիտում եք սա նույն անում եք իմ պատմության հետ, խնդրում եմ, օգնություն փնտրեք։ Բողոքեք։ Խոսեք ինչ-որ մեկի հետ։ Մի սպասեք, որ հասնեք այն կետին, որին ես հասա։ Ձեր կյանքն ավելին արժե, քան ցանկացած հարաբերություն։ Նա տեսանյութն ավարտեց խնդրանքով։ Եվ նրանց, ովքեր տեսան, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ոչինչ չարեցին, իմացեք, որ ձեր լռությունը նույնպես բռնություն է։ Երբ մենք ականատես ենք լինում անարդարության, ընտրում ենք չգործել, մենք դառնում ենք հանցակից։ Ես ձեզ չեմ մեղադրում, բայց հուսով եմ, որ կվերանայեք ձեր ընտրությունները։ Որովհետև հաջորդ անգամ զոհը կարող է լինել ինչ-որ մեկը, ում դուք սիրում եք։ Երբ Դավիթն անջատեց տեսախցիկը, Մարինան սկսեց լացել։ Ամբողջ ուժը, որը նա պահպանել էր ձայնագրության ընթացքում, լուծվեց, նա այնքան դողաց, որ Վահագնը ստիպված եղավ բռնել նրան, մինչ նա հանգստանար։ Բայց նա արել էր դա։ Նա խոսել էր։ Նա օգտագործել էր իր ձայնը։ Տեսանյութը հրապարակվեց նույն գիշեր, արձագանքն անմիջական էր ճնշող։ Մի քանի ժամվա ընթացքում այն միլիոնավոր դիտումներ ուներ։ Սոցիալական ցանցերը պայթեցին աջակցության հաղորդագրություններով։ Ես Մարինայի հետ եմ, մենք մենակ չենք հեշթեգները դարձան համաշխարհային թրենդային թեմաներ։ Հայտնի մարդիկ տարածեցին տեսանյութը, մարդու իրավունքների պաշտպաններն այն մեջբերեցին, քաղաքական գործիչները խոստացան խստացնել օրենքները ընտանեկան բռնության դեմ։ Բայց նա բացասական արձագանքներ եղան։ Միշտ կան մարդիկ, ովքեր Մարինային մեղադրում էին հարաբերությունների մեջ մնալու համար, ովքեր հարցականի տակ էին դնում, թե ինչու նա ավելի վաղ չէր բողոքել, ովքեր ակնարկում էին, որ նա չափազանցնում էր բաժանման ժամանակ փող շահելու համար։ Ամենադաժան մեկնաբանությունները գալիս էին անանուն պրոֆիլներից, էկրանների հետում թաքնված վախկոտներից, ովքեր թույն էին թքում առանց հետանքների վախի։ Մարինան փորձում էր չկարդալ մեկնաբանությունները, բայց անհնար էր ամբողջությամբ անտեսել դրանք։ Ատելության յուրաքանչյուր բառ նոր կտրվածքի պես էր, նորից բացում էր վերքերը, որոնք հազիվ էին սկսել սպիանալ։ Բայց յուրաքանչյուր բացասական մեկնաբանության համար 10 դրական կար։ Կանայք կիսվում էին իրենց սեփական բռնության պատմություններով, շնորհակալություն հայտնելով Մարինային խոսելու համար, ասելով, որ նրա վկայությունը ոգեշնչել է իրենց օգնություն փնտրելու։ Մինչդեռ իրավական պատերազմն ուժեղանում էր։ Տիգրանը բոլոր ապացույցները ներկայացրեց դատախազությանը։ Գալա երեկոյի տեսանյութերը, Գայանեի ձայնագրությունները, ֆինանսական խարդախությունը ցույց տվող փաստաթղթերը։ Գործի համար նշանակված դատախազը հայտնի էր կանանց նկատմամբ բռնության դեպքերում իր վճռական դիրքորոշմամբ, սկզբից պարզ էր, որ նա Արմենին գթություն չի ցուցաբերի։ Արմենը իր հերթին փորձում էր պաշտպանվել, ինչպես կարող էր։ Նա վարձեց թանկարժեք փաստաբանների թիմ, մասնագետներ, աղտոտված հեղինակությունները մաքրելու գործում։
Նրանք փորձեցին պնդել, որ Գայանեի ձայնագրություններն անօրինական էին, որ դրանք ձեռք էին բերվել առանց համաձայնության։ Նրանք փորձեցին անվստահություն հարուցել նրա վկայության նկատմամբ, պնդելով, որ նա դժգոհ աշխատակցուհի էր, ով վրեժ էր փնտրում։ Բայց փաստերն անհերքելի էին, նույնիսկ աշխարհի լավագույն փաստաբանները չէին կարողանա անհետացնել միլիոնավոր մարդկանց կողմից դիտված տեսանյութերը։ Հենց այդ ժամանակ Արմենը կատարեց իր ամենամեծ սխալը։ Նա որոշեց մամուլի ասուլիս տալ։ Իր փաստաբանների խորհրդի դեմ նա հավաքեց մամուլը շքեղ հյուրանոցում փորձեց բացատրվել։ Արդյունքը աղետալի էր։ Ես շատ սթրեսի տակ էի։ Արմենը կարդում էր թղթից, հստակորեն հետելով իր հանրային կապերի թիմի կողմից պատրաստված սցենարին։ Բիզնեսը լավ չէր ընթանում, ես ավելի շատ էի խմում, քան պետք է։ Ես կորցրի վերահսկողությունը։ Բայց ես սիրում եմ իմ կնոջը։ Ես երբեք չեմ ուզել նրան վնասել։ Լրագրողների հարցերն անողոք էին։ Եթե դուք սիրում եք նրան, ինչու եք նրան 300 անգամ ծեծել հանրության առջ։ Եթե զղջում էիք, ինչու չդադարեցիք առաջին հարվածներից հետո։ Ինչպես եք բացատրում այն ձայնագրությունները, որոնք ցույց են տալիս, որ դուք պլանավորում էիք, թե ինչպես գողանալ նրա փողերը։ Ինչպես եք արդարացնում սիրուհի ունենալը միջոցառմանը, մինչ ձեր հղի կինը տառապում էր։ Արմենը համոզիչ պատասխաններ չուներ։ Նա կակազում էր, քրտնում էր, սկսում էր կորցնել իր հանգստությունը։ Եվ հենց այդ պահին, հուսահատությունից, կատարեց ճակատագրական սխալը։ Նա ինձ սադրեց։ Դիտմամբ գինի թափեց իմ հագուստի վրա։ Նա միշտ բաներ էր անում, ինձ զայրացնելու համար։ Դուք չեք հասկանում, թե ինչպես է նրա հետ ապրելը։ Սենյակը պայթեց։ Լրագրողները վրդովված հարցեր էին բղավում, տեսախցիկների լուսարձակները անդադար կրակում էին։ Արմենի, իրեն զոհ ներկայացնելու փորձը լիովին շրջվել էր նրա դեմ։ Հիմա նա ոչ միայն հարձակվողն էր, այլ հարձակվողը, ով մեղադրում էր զոհին։ Նա հանրային կարծիքի աչքերում մարդկային էակի ամենավատ տեսակն էր։ Հարցազրույցի տեսանյութն ավելի արագ տարածվեց, քան գալա երեկոյի տեսանյութերը։ Մեմեր ստեղծվեցին, ծաղրելով Արմենի անհեթեթ արդարացումները։ Իրավաբանական վերլուծաբանները հայտնվեցին հեռուստահաղորդումներում, բացատրելով, թե ինչպես այդ հարցազրույցը գործնականում երաշխավորում էր նրա դատապարտումը։ Ընկերությունները, որոնք դեռ ինչ-որ արտրային հարաբերություններ ունեին նրա հետ, հրապարակայնորեն խզեցին պայմանագրերը, վախենալով կապվել նրա թունավոր կերպարի հետ։ Արմենի ընկերությունը սկսեց փլուզվել։ Ներդրողները հանեցին կապիտալը, աշխատակիցները զանգվածաբար հրաժարական տվեցին, մատակարարները դադարեցրին առաքումները։ Մի քանի օրվա ընթացքում այն կայսրությունը, որը տարիներ էր պահանջել կառուցելու համար, քանդվում էր, ինչպես ավազը մատների միջ։ Ընկերության բաժնետոմսերը կտրուկ ընկան բորսայում, հասնելով նախկին արժեքի 1/10-ից էլ պակաս։ Սնանկացումը ժամանակի հարց էր։ Բայց Վահագնի վրեժն այդքանով չէր ավարտվում։ Նա օգտագործեց իր կապերը, ապահովելու համար, որ Արմենը անցանկալի անձ լինի բոլոր այն շրջանակներում, որոնց նա պատկանում էր։ Բացառիկ ակումբները չեղարկեցին նրա անդամակցությունը։ Լավագույն ռեստորանները հրաժարվում էին նրան սպասարկել։ Նույնիսկ այն շենքը, որտեղ նա ապրում էր, գործընթաց սկսեց նրան վտարելու համար, պնդելով, որ նրա ներկայությունը խանգարում է մյուս բնակիչներին։ Անին, սիրուհին, հասկացավ, որ նավը խորտակվում է, որոշեց ցատկել, մինչ ուշ չլիներ։ Նա դիմեց Տիգրանին, փաստաբանին, առաջարկեց վկայել Արմենի դեմ, անձեռնխելիության դիմաց։ Ասաց, որ տեղեկություններ ունի Արմենի կողմից կատարված բռնության այլ դեպքերի մասին, այդ թվում իր նկատմամբ։ Ասաց, որ նա բազմիցս սպառնացել է իրեն, որ վախի միջոցով վերահսկում էր իրեն։ Տիգրանն ընդունեց համաձայնությունը։ Անին համակրելի մարդ չէր, բոլորը գիտեին, որ նա դա անում էր սեփական շահերից ելնելով, բայց նրա վկայությունը արժեքավոր կլիներ։ Նա Արմենի գաղտնիքներն էր ճանաչում, որոնք ոչ ոք չգիտեր։ Ականատես էր եղել գաղտնի խոսակցությունների, մուտք ուներ փոխզիջումային փաստաթղթերի։ Երբ Մարինան իմացավ, որ Անին վկայելու է, զգացումների խառնուրդ զգաց։ Նրա մի մասը ուզում էր մերժել այն կնոջ օգնությունը, ով այդքան ժամանակ Արմենի հանցակիցն էր եղել։ Բայց մյուս մասը հասկանում էր, որ Անին նույնպես, ինչ-որ իմաստով, զոհ էր։ Զոհ, ով վատ ընտրություններ էր կատարել, անշուշտ, բայց ով նա մանիպուլյացիայի էր ենթարկվել վերահսկվել։ Հիվանդանոցում Մարինան շարունակում էր ապաքինվել։ Բժիշկներն լավատես էին նրա երեխայի առաջընթացի վերաբերյալ։
Դստեր սրտի զարկերը ուժեղ էին կանոնավոր, թե Մարինան դեռ ցավեր էր զգում, դրանք կառավարելի էին դեղորայքով։ Էմոցիոնալ առումով ավելի բարդ էր։ Նա արթնանում էր գիշերվա կեսին մղձավանջներից, նորից վերապրելով գալա երեկոն, հարվածները, Արմենի ատելության հայացքը։ Տրավմայի մասնագետ հոգեբանը սկսեց ամեն օր հանդիպել նրա հետ։ Սեսիաների ընթացքում Մարինան խոսում էր այն մեղքի մասին, որը զգում էր, ամոթի մասին, վախի մասին, որ դա իրեն կսահմաներ ամբողջ կյանքի համար։ Հոգեբանը օգնում էր նրան հասկանալ, որ տրավման իրական էր, բայց որ այն պարտադիր չէր լինի մշտական։ Որ նա կարող էր ապաքինվել, վերակառուցել իր կյանքը, նորից երջանիկ լինել։ Վահագնը, Դավիթը հերթով մնում էին Մարինայի հետ անընդհատ։ Նրանք սիրած ռեստորաններից ուտելիք էին բերում, ամեն օր թարմ ծաղիկներ, գրքեր, ամսագրեր նրան շեղելու համար։ Բայց հիմնականում բերում էին սեր։ Բերում էին այն վստահությունը, որ նա մենակ չէ, որ երբեք այլս մենակ չի լինի։ Մի կեսօր Մարինան անսպասելի այցելություն ստացավ։ Դա իր մանկության լավագույն ընկերուհին էր, Սոնան, ով տարիներ շարունակ ապրում էր Լոնդոնում, ում հետ կապը կորցրել էր։ Սոնան թռավ, հենց որ իմացավ, թե ինչ էր կատարվել, ամեն ինչ թողեց ընկերուհու կողքին լինելու համար։ Երկուսն էլ գրկեցին միմյանց, միասին լացեցին, ոչինչ չասելով, պարզապես զգալով միմյանց ներկայությունը։ Ես պետք է ավելի շատ պնդեի, Սոնան ասաց, երբ վերջապես կարողացավ խոսել։ Ես գիտեի, որ ինչ-որ բան այն չէ։ Դու դադարեցիր պատասխանել իմ զանգերին, դադարեցիր հաղորդագրություններին պատասխանել։ Ես գիտեի, որ նա քեզ հեռացնում էր բոլորից, բայց ես ոչինչ չարեցի։ Դա քո մեղքը չէր։ Մարինան բռնեց ընկերուհու ձեռքը։ Նա շատ լավ էր մեկուսացնում։ Ստիպում էր թվալ, թե ես էի խնդիրը, որ ես չափազանցնում էի։ Նույնիսկ ես սկսեցի հավատալ դրան։ Երկուսն էլ ժամեր անցկացրեցին զրուցելով, հիշելով հին ժամանակները, երբ նրանք պարզապես աղջիկներ էին պարզ երազանքներով, աշխարհն անսահման հնարավորություններով լի էր թվում։ Մինչ Արմենը։ Մինչ մղձավանջը։ Գալա երեկոյից 3 ամիս անց Մարինային դուրս գրեցին հիվանդանոցից։ Նա ֆիզիկապես ապաքինվել էր, վերքերը սպիացել էին, թե որոշները հետքեր էին թողել, որոնք հավանաբար ընդմիշտ կմնային։ Նրա դուստրն առողջ էր, նորմալ աճում էր նրա ներսում, բժիշկները հավաստիացրել էին, որ ծննդաբերությունը հանգիստ կանցնի։ Բայց էմոցիոնալ սպիները դեռ թարմ էին, Մարինան գիտեր, որ դրանք բուժելու համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվեր։ Վահագնը Մարինայի համար նոր բնակարան գնեց, 24-ժամյա անվտանգությամբ շենքում, հեռու այն վայրից, որտեղ Արմենը կարող էր գտնել նրան։ Բնակարանը ընդարձակ էր, լուսավոր, ծովի տեսարանով։ Մարինան երեխայի սենյակը զարդարեց վարդագույնի սպիտակի նուրբ երանգներով, լցրեց փափուկ խաղալիքներով, մանկական գրքերով։ Առաջին անգամ տարիներ շարունակ նա իրեն թույլ տվեց երազել ապագայի մասին։ Արմենի դատը նշանակվեց հոկտեմբերի սկզբին։ Մամուլը գործը որպես դարի դատավարություն էր համարում։ Հարյուրավոր լրագրողներ հավատարմագրվեցին գործընթացը լուսաբանելու համար, ամեն օր նոր բացահայտումներ էին հայտնվում գործարարի կյանքի մասին։ Պարզվեցին աշխատակցուհիների նկատմամբ ոտնձգությունների դեպքեր, աշխատանքային դատական գործեր, որոնք ճնշվել էին փողով, կասկածելի պայմանագրեր ֆանտոմային ընկերությունների հետ։ Հովհաննեսը, Վահագնի ֆինանսական խորհրդատուն, մանրակրկիտ աշխատանք էր կատարել։ Նա կարողացել էր հետել Արմենի կողմից Մարինայի անունով շեղված բոլոր փողերին։ Դրանք գրեթե 20 միլիոն դրամ էին, բաշխված օֆշորային հաշիվներում, արտասահմանյան անշարժ գույքի, ֆանտոմային ներդրումների տեսքով։ Ամեն ինչ կվերադարձվեր Մարինային, բայց փողից ավելի կարևորը Արմենի հանցավոր բնավորության ապացույցն էր։ Դատավարության առաջին օրվա առավոտյան Մարինան արթնացավ առավոտյան 5-ին։ Նա լավ չէր քնել, տանջվելով մղձավանջներից, որտեղ նորից ու նորից վերապրում էր գալա երեկոն։ Երկար լոգանք ընդունեց, ընտրեց զուսպ մուգ կապույտ զգեստ, մազերը հավաքեց էլեգանտ խոպոպի մեջ։ Նա ուզում էր ուժեղ, հանգիստ ելալ, չէր ուզում Արմենին բավարարություն տալ, իրեն կործանված տեսնելով։ Վահագնը, Դավիթը ուղեկցեցին նրան դատարան։ Դրսում ամբոխ կար։ Մարինայի կողմնակիցները պաստառներով, ֆեմինիստները կարգախոսներ էին երգում, հետաքրքրասերները փորձում էին հայացք գցել այն կնոջ վրա, ով դարձել էր ընտանեկան բռնության դեմ պայքարի խորհրդանիշ։ Կային նա Արմենի մի քանի կողմնակիցներ, մարդիկ, ովքեր հավատում էին դավադրության տեսությունների մասին, թե Մարինան ամեն ինչ կազմակերպել էր, բայց նրանք փոքրամասնություն էին, արագորեն լռեցվեցին մեծամասնության կողմից։
Դատարանի ներսում մթնոլորտը լարված էր։ Մարինան նստեց Տիգրանի փաստաբանների թիմի կողքին, ովքեր անխոնջ աշխատել էին գործի վրա։ Սրահի մյուս կողմում Արմենը շրջապատված էր իր պաշտպաններով, թանկարժեք կոստյումներով տղամարդիկ, ովքեր շարժվում էին արհեստական վստահությամբ, իմանալով, որ պարտված ճակատամարտ են մղում, բայց պետք է պահպանեն արտաքին տեսքը։ Երբ Մարինան Արմենն առաջին անգամ նայեցին միմյանց գալա երեկոյի գիշերից ի վեր, ժամանակը կարծես կանգ առավ։ Նա այլ էր։ Ավելի նիհար, խորը սություն ունենալով աչքերի տակ, մազերն ավելի քիչ հարդարված, քան սովորաբար։ Բայց այն, ինչ ամենից շատ տպավորեց Մարինային, այն էր, որ նա հայացքը չշեղեց։ Նա նրան նայեց զայրույթի հուսահատության խառնուրդով, կարծես դեռ չէր կարողանում ընդունել, որ նա համարձակվել էր մարտահրավեր նետել իրեն։ Մարինան պահպանեց հայացքը։ Նա չէր վախենա, չէր գլուխ կախի։ Այդ օրերն ավարտվել էին։ Նա ձեռքը դրեց որովայնին, հիմա 9 ամսական, զգաց, թե ինչպես է դուստրը հարվածում, կարծես ասելով ես այստեղ եմ, մայրիկ, մենք միասին ենք սրանում։ Դատավորը մտավ, բոլորը վեր կացան։ Նա մոտ 60 տարեկան կին էր, մոխրագույն մազերով խիստ հայացքով։ Նա արդար, բայց անողոք լինելու համբավ ուներ, հատկապես կանանց նկատմամբ բռնության դեպքերում։ Տիգրանը գոհ էր եղել, երբ իմացել էր, որ նա է նախագահելու դատավարությունը։ Դատախազը սկսեց իր ներկայացումը։ Նա մանրամասնեց Արմենի դեմ ուղղված յուրաքանչյուր մեղադրանք, ցույց տալով գալա երեկոյի տեսանյութերը, Գայանեի ձայնագրությունները, ֆինանսական խարդախության փաստաթղթերը։ Ապացույցների յուրաքանչյուր կտոր ներկայացվում էր մեթոդաբար, կառուցելով այնքան ամուր գործ, որը անհնար էր թվում վիճարկել։ Երբ եկավ վկաներին կանչելու ժամը, Գայանեն առաջինն էր։ Նա նյարդային մտավ սենյակ, ձեռքերը դողում էին, մինչ երթում էր տալիս։ Բայց երբ սկսեց խոսել, նրա ձայնը վճռական դուրս եկավ։ Նա պատմեց բռնությունների տարիների մասին, որոնց ականատես էր եղել, նկարագրեց կոնկրետ տեսարաններ, մանրամասներով, որոնք ստիպեցին ժյուրիին անհարմար նստել իրենց աթոռներին։ Ես տեսնում էի տիկին Մարինային, փորձելով թաքցնել կապտուկները։ Գայանեն սրբում էր արցունքները, մինչ խոսում էր։ Նա հաստ դիմահարդարում էր անում, երկարատ հագուստ էր կրում նույնիսկ շոգին։ Եվ ամեն անգամ, երբ ես հարցնում էի, թե ամեն ինչ կարգին է, նա ժպտում էր ասում, որ այո։ Բայց ես տեսնում էի վախը նրա աչքերում։ Ես տեսնում էի, թե ինչպես էր նա կծկվում, երբ պարոն Արմենը տուն էր գալիս։ Արմենի փաստաբանները փորձեցին անվստահություն հարուցել Գայանեի նկատմամբ, պնդելով, որ նա ստելու դրդապատճառներ ուներ, որ նա աշխատանքից ազատվել էր վրեժ էր ուզում։ Բայց Գայանեն հանգիստ պատասխանեց. Ես աշխատանքից ազատվել եմ, որովհետև սկսել եմ հարցեր տալ տնից անհետացող փողերի մասին։ Պարոն Արմենը ինձ մեղադրեց գողության մեջ, բայց ես երբեք ոչինչ չեմ գողացել։ Եվ դրա ապացույցներն ունեմ։ Տիգրանն այնուհետ ներկայացրեց Գայանեի բանկային հաշվետվությունները, ցույց տալով, որ նա երբեք կասկածելի ավանդներ կամ իր աշխատավարձին անհամապատասխան գնումներ չէր կատարել։ Պաշտպանության փորձը, նրան անվստահություն հարուցելու, լիովին ձախողվել էր։ Անին հաջորդն էր վկայելու։ Նա սենյակ մտավ գլուխը կախած, շատ ավելի զուսպ հագնված, քան իր սովորական ոճը։ Այն կինը, ով նախկինում շքեղացնում էր Արմենի կողքին, հիմա պարզապես վախեցած ստվեր էր թվում։ Երբ սկսեց խոսել, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Ես գիտեի, թե ինչ էր նա անում նրա հետ։ Անին խոսելիս ոչ ոքի չէր նայում։ Նա ինձ պատմում էր։ Զվարճալի էր համարում։ Ասում էր, որ Մարինան թույլ է, որ ինքը կարող է անել նրա հետ, ինչ ուզում է։ Եվ ես ծիծաղում էի նրա հետ։ Աստված ինձ ներողություն, բայց ես ծիծաղում էի նրա հետ։ Ինչու էիք ծիծաղում։ Դատախազը հարցրեց, ձայնը անդադար, բայց վճռական։ Որովհետև ես վախենում էի հաջորդը լինելուց։ Անին վերջապես բարձրացրեց աչքերը։ Նա ինձ էլ է ծեծել։ Ոչ այնպես, ինչպես նրան էր ծեծում, բայց ծեծել է ինձ։ Եվ սպառնացել է ինձ։ Ասել է, որ եթե ես նրան թողնեմ, եթե ինչ-որ բան պատմեմ ինչ-որ մեկին, նա կկործանի իմ կյանքը։ Եվ ես հավատացի։ Այնպես որ մնացի, եղա հանցակից, որովհետև կարծեցի, որ դա իմ միակ տարբերակն էր։ Դա բացահայտող պահ էր։ Անին այն չարագործը չէր, ում բոլորը պատկերացնում էին։ Կամ ավելի ճիշտ, նա էր, բայց նա զոհ էր։ Պատմությունն ավելի բարդ էր, քան սպիտակը, որը մամուլը նկարել էր։ Արմենը պարզապես հրեշ չէր, ով զոհ ուներ։
Նա գիշատիչ էր, ով զոհեր էր հավաքում, յուրաքանչյուրը թակարդում իր սեփական վախի մանիպուլյացիայի մեջ։ Երբ եկավ Մարինայի վկայելու ժամը, դատարանում բացարձակ լռություն տիրեց։ Բոլոր հայացքները հառած էին նրա վրա, մինչ նա քայլում էր դեպի վկաների աթոռը։ Նա երթում տվեց, ձեռքը դրած իր որովայնին, կարծես պաշտպանում էր իր դեռ չծնված դստերը այն բանից, ինչ պետք է նորից վերապրեր։ Դատախազը նրան մեղմորեն առաջնորդեց վկայության միջով։ Մարինան պատմեց, թե ինչպես էր ծանոթացել Արմենի հետ, ինչպես էր հարաբերությունը լավ սկսվել, բայց արագ վատացել։ Նա նկարագրեց առաջին հրումը, առաջին ապտակը, առաջին սպառնալիքը։ Խոսեց աստիճանական մեկուսացման մասին, թե ինչպես Արմենը նրան հեռացրել էր ընկերներից ու ընտանիքից, ինչպես էր ոչնչացրել նրա ինքնագնահատականը կտոր-կտոր։ Եվ ապա պատմեց գալա երեկոյի մասին։ Յուրաքանչյուր ցավալի մանրամասն։ Պատահաբար թափված գինին։ Արմենի անմիջական զայրույթը։ Սրահի կենտրոն քաշվելը։ Մտրակը։ Հարվածները։ Հարյուրավոր հարվածներ, մինչ նա փորձում էր պաշտպանել դստերը։ Անտարբերության հայացքը հյուրերի դեմքերին, ովքեր պարզապես դիտում էին։ Երբ Մարինան ավարտեց, դատարանում ոչ մի չոր աչք չկար։ Նույնիսկ Արմենի փաստաբաններից ոմանք ցնցված էին թվում։ Դատախազը շնորհակալություն հայտնեց խոսքը փոխանցեց պաշտպանությանը, հակաքննության համար։ Արմենի գլխավոր փաստաբանը վեր կացավ։ Նա նիհար, ակնոցով տղամարդ էր, նյարդայնացնող գերազանցության օդով։ Տիկին Սարգսյան, ճիշտ է, որ դուք բազմիցս փորձել եք սադրել իմ հաճախորդին, դիտմամբ ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակներ։ Մարինան անհավատությամբ նայեց նրան։ Ոչ։ Ես ամեն ինչ անում էի, որ նրան ոչնչում չհակադրվեի։ Ապրում էի վախով, սխալ բան ասելու կամ անելու համար։ Բայց դուք ինքներդ խոստովանեցիք, որ գալա երեկոյի գիշերը գինի թափեցիք նրա հագուստի վրա։ Դա պատահականություն էր։ Մարինան ձայնը վճռական պահեց։ Ես գլխապտույտ էի զգում, ցավ էի զգում, 7 ամսական հղի էի։ Պատահաբար բախվեցի նրան։ Ինչպես կարող ենք վստահ լինել, որ դա պատահականություն էր։ Փաստաբանը պնդում էր։ Հնարավոր չէ, որ դուք նրա արձագանքն էիք փնտրում, հետո դա ձեր օգտին օգտագործելու համար։ Տիգրանն անմիջապես վեր կացավ։ Բողոքում եմ, մեծարգո դատավոր։ Պաշտպանությունը ենթադրում է, որ իմ հաճախորդը պլանավորել է, որ իրեն 300 անգամ ծեծեն հանրության առջ, վտանգելով իր երեխայի կյանքը, որպես ինչ-որ մեքենայական ծրագրի մաս։ Սա անհեթեթ է վիրավորական։ Բողոքն ընդունվում է։ Դատավորը խստորեն նայեց Արմենի փաստաբանին։ Դոկտոր, առաջարկում եմ վերաձակերպել ձեր հարցերը կամ ավարտել հարցաքննությունը։ Փաստաբանը փորձեց մի քանի մոտեցումներ, բոլորը հավասարապես թույլ, բայց Մարինան յուրաքանչյուրին պատասխանեց հանգստությամբ արժանապատվությամբ։ Նա իրեն թույլ չտվեց ցնցվել, իրեն թույլ չտվեց մանիպուլյացիայի ենթարկվել։ Եվ երբ վերջապես նրան ազատեցին, նա վկաների աթոռից դուրս եկավ գլուխը բարձր պահած։ Դատավարությունը տեց 2 շաբաթ։ Ներկայացվեցին բժիշկների ցուցմունքներ, ովքեր բուժել էին Մարինային, հարանների, ովքեր լսել էին վեճեր, Արմենի ընկերության աշխատակիցների, ովքեր վկայել էին նրա բռնի վարքի մասին։ Ամեն օր ավելացնում էր նրա դեմ ուղղված ապացույցների լեռը։ Պաշտպանությունը փորձեց պնդել, որ Արմենը տառապում էր չախտորոշված հոգեբանական խնդիրներից, որ նա չուներ իր գործողությունների ամբողջական վերահսկողությունը։ Նրանք բերեցին հոգեբույժների, ովքեր խոսեցին անձի խանգարումների մասին, բիզնեսում սթրեսի ազդեցության մասին։ Բայց դատախազը հակադարձեց, ցույց տալով, որ Արմենը լիովին ունակ էր վերահսկել իր գործողությունները հանրության առջ, որ նա հաշվարկող էր իր բիզնեսում, որ նա ճշգրիտ գիտեր, թե ինչ էր անում, երբ ագրեսիա էր ցուցաբերում Մարինայի նկատմամբ։ Դատավարության վերջին օրը Արմենը վերջապես բարձրացավ վկաների նստարան։ Նրա փաստաբանները երկար քննարկել էին, թե արդյոք դա լավ գաղափար կլինի, բայց նա պնդել էր։ Նա ուզում էր ունենալ վերջին խոսքը, ուզում էր փորձել անձամբ պաշտպանվել։ Դա ամենամեծ սխալն էր, որ նա կարող էր կատարել։ Դատախազը նրան հարցաքննեց անողոքաբար։ Արմենի յուրաքանչյուր պատասխան նրան ավելի խորն էր թաղում։ Նա փորձեց արդարացնել իր գործողությունները, պնդեց, որ ճնշման տակ էր, որ Մարինան իրեն սադրում էր, որ նա լավ չէր հիշում, թե ինչ էր կատարվել գալա երեկոյին, քանի որ հարբած էր։ Բայց յուրաքանչյուր արդարացում ավելի թույլ էր հնչում, քան նախորդը։
Պարոն Սարգսյան, դուք այնքան հարբած էիք, որպեսզի 300 անընդմեջ հարված հասցնեիք ճշգրտությամբ, բայց ոչ այնքան, որ դադարեիք, երբ տեսաք, որ վնասում եք ձեր հղի կնոջը։ Դատախազն անողոք էր։ Ինչպես եք բացատրում այս հակասությունը։ Արմենը պատասխան չուներ։ Նա կակազում էր, քրտնում էր։ Սկսեց կորցնել իր հանգստությունը։ Եվ ապա կատարեց ճակատագրական սխալը, նայելով Մարինային, ով նստած էր հանդիսատեսի շարքում, ասաց. Նա միշտ գիտեր, ինչպես ինձ սադրել։ Նա ճշգրիտ գիտեր, ինչպես ինձ զայրացնել։ Դատարանը պայթեց վրդովված շշուկներից։ Դատավորը մուրճը խփեց, կարգուկանոն պահանջելով։ Տիգրանը Վահագնին նայեց զուսպ ժպիտով։ Արմենը իրեն դատապարտել էր իր սեփական խոսքերով։ Վերջին փաստարկները ներկայացվեցին։ Դատախազը կրկոտ ճառ ասաց ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելու անհրաժեշտության մասին, այն մասին, թե ինչպես անպատժելիությունը սնուցում էր բռնության ցիկլը։ Խոսեց Մարինայի մասին, նրա քաջության մասին, բողոքելու, այն մասին, թե ինչպես նա ներկայացնում էր հազարավոր կանանց, ովքեր տառապում էին լռության մեջ։ Պաշտպանությունը փորձեց դիմել ներողամտությանը, պնդեց, որ Արմենը հարգված գործարար էր, ով լուրջ սխալ էր կատարել, բայց արժանի էր երկրորդ հնարավորության։ Բայց խոսքերը դատարկ էին հնչում այն ամենից հետո, ինչ ներկայացվել էր։ Դատավորը գործը հանձնեց ժյուրիին, խնդրեց քննարկել։ Մարինան դուրս եկավ դատարանից, ուղեկցությամբ Վահագնի Դավիթի։ Դրսում ամփոխ էր սպասում նրան։ Տասնյակ կանայք պաստառներ էին պահում աջակցության հաղորդագրություններով, ուժեղացման երգեր էին երգում, գրկում էին միմյանց համերաշխությունից։ Երբ Մարինան հայտնվեց, ծափահարություններ եղան։ Մի երիտասարդ կին ամաչկոտ մոտեցավ։ Նա 20 տարեկանից ավելի չպետք է լիներ, լացից կարմրած աչքերով։ Խնդրում եմ, ես պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել։ Ձեր վկայությունը ինձ քաջություն տվեց բողոքելու իմ ընկերոջը։ Երեկ ես դիմում ներկայացրի։ Եվ այսօր նրան ձերբակալեցին։ Մարինան գրկեց աղջկան, երկուսն էլ միասին լացեցին։ Հենց դրա համար էր ամեն ինչ արժեր։ Դա միայն Մարինայի մասին չէր, երբեք չէր եղել։ Դա բոլոր այն կանանց մասին էր, ովքեր պետք է տեսնեին, որ հնարավոր է պայքարել, որ հնարավոր է հաղթել։ Ժյուրիի անդամները 6 ժամ քննարկեցին։ 6 ժամ, որոնք Մարինայի համար 6 հավերժություն թվացին։ Նա սպասեց դատարանի առանձին սենյակում, անկարող ուտելու, անկարող հանգստանալու։ Սոնան նրա հետ էր, բռնելով նրա ձեռքը, պատահական թեմաներից խոսելով, փորձելով շեղել նրան։ Բայց ոչինչ չէր օգնում։ Մարինան կարող էր մտածել միայն դատավճռի, բոլոր հնարավոր հետանքների մասին։ Վերջապես, երեկոյան 7-ին, լուրը հասավ։ Ժյուրիի անդամները որոշում էին կայացրել։ Բոլորը վերադարձան դատարան։ Սենյակը լեփ-լեցուն էր, ոչ մի ազատ տեղ չկար։ Հեռուստատեսային տեսախցիկները ռազմավարականորեն տեղադրված էին, ուղիղ հեռարձակում իրականացնելով միլիոնավոր մարդկանց համար ամբողջ երկրում։ Երբ դատավորը խնդրեց, որ ժյուրիի ղեկավարը վեր կենա, դատավճիռը կարդալու համար, լռություն բացարձակ էր։ Մարինան Վահագնի ձեռքը այնքան ուժգին սեղմեց, որ նրա հոդերը սպիտակեցին։ Նրա սիրտը այնքան արագ էր բաբախում, որ նա մտածեց, թե կուշտ կգնա։ Ծանր մարմնական վնասվածքի դեպքում մենք մեղադրյալին համարում ենք մեղավոր։ Ժյուրիի անդամի ձայնը վճռական էր պարզ։ Շարունակական ընտանեկան բռնության դեպքում մենք մեղադրյալին համարում ենք մեղավոր։ Խոշտանգման դեպքում մենք մեղադրյալին համարում ենք մեղավոր։ Ֆինանսական խարդախության դեպքում մենք մեղադրյալին համարում ենք մեղավոր։ Փաստաթղթերի կեղծման դեպքում մենք մեղադրյալին համարում ենք մեղավոր։ Յուրաքանչյուր մեղավորը հաղթանակ էր։ Մարինան սկսեց լացել, բայց դրանք թեթացման արդյունքներ էին։ Իր կողքին Վահագնը ձեռքերով ծածկում էր դեմքը, ուսերը դողում էին։ Դավիթը գրկում էր քրոջը, շշնջալով. Մենք կարողացանք, Մարինա, մենք կարողացանք։ Արմենը անտարբեր մնաց, մինչ լսում էր դատավճիռը։ Նրա դեմքը գունատ էր, բայց նա էմոցիա չէր ցուցաբերում։ Կարծես նա անջատվել էր իրականությունից, անկարող վերամշակելու այն, ինչ կատարվում էր։ Դատավորը շնորհակալություն հայտնեց ժյուրիի անդամներին, հաջորդ շաբաթվա համար նշանակեց դատավճռի նիստը։ Նա ուղիղ նայեց Արմենին, ասաց. Պարոն Սարգսյան, դուք մեղավոր եք ճանաչվել բոլոր մեղադրանքներով։ Դուք կմնաք կալանքի տակ մինչ դատավճիռը։
Եվ ես ուզում եմ հստակեցնել, որ ես չեմ հանդուրժի վկաներին կամ զոհին ահաբեկելու որևէ փորձ։ Ցանկացած խախտում կհանգեցնի լրացուցիչ պատիժների։ Արմենին ձեռնաշղթաներով տարան ոստիկանները։ Մարինայի կողքով անցնելիս նա մեկ ակնթարթ կանգ առավ, նայեց նրան։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, գուցե զղջում, գուցե պարզապես զայրույթ, պարտված լինելու համար։ Մարինան պահպանեց հայացքը, ոչ թե մարտահրավերով, այլ ներքին խաղաղությունից բխող հանգստությամբ։ Նա հաղթել էր։ Ոչ միայն դատարանում, այլ այն վախի վրա, որը նրան այդքան ժամանակ վերահսկում էր։ Դատարանի դրսում տոնակատարությունն անմիջական էր։ Ամբոխը ծափահարում էր, բղավում, գրկում էր միմյանց։ Մարինային շրջապատել էին լրագրողները, ուզենալով նրա հայտարարությունը։ Նա խորը շունչ քաշեց, խոսեց. Այսօր արդարություն հաստատվեց։ Ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն կանանց համար, ովքեր տառապում են ընտանեկան բռնությունից։ Այս դատավճիռը հստակ հաղորդագրություն է ուղարկում։ Բռնությունը չի հանդուրժվի։ Բռնությունը չի ընդունվի։ Եվ զոհերը կլսվեն, կպաշտպանվեն։ Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին ինձ այս ճանապարհին։ Եվ նրանց, ովքեր դեռ թակարդում են բռնի հարաբերությունների մեջ, իմացեք, որ հույս կա։ Արդարություն կա։ Եվ դուք մենակ չեք։ Այդ գիշեր Մարինան վերադարձավ իր բնակարան, հյուծված, բայց խաղաղ։ Նա թեյ պատրաստեց, նստեց պատշգամբում, ծովի տեսարանով, առաջին անգամ տարիներ շարունակ, իրեն թույլ տվեց լիովին ապահով զգալ։ Այլս վախ չկար, որ Արմենը կվերադառնա տուն հարբած բռնի։ Այլս կարիք չկար ձվի վրա քայլելու, յուրաքանչյուր բառ կշռելու, մշտական լարվածության մեջ ապրելու։ Դուստրը շարժվեց նրա ներսում, ուժեղ շարժում, որը ստիպեց նրան ժպտալ։ Մի քանի օրից նա կծնվեր, Մարինան վճռական էր դաստիարակել այդ աղջկան սիրո, հարգանքի անվտանգության միջավայրում։ Նրա դուստրը երբեք չէր իմանա այն վախը, որը նա իմացել էր։ Երբեք չէր ընդունի, որ իրեն վերաբերվեն ավելի քիչ, քան արժանի էր։ Որովհետև Մարինան նրան կսովորեցներ, առաջին իսկ օրվանից, որ նա ավելին արժե։ Մեկ շաբաթ անց Մարինան վերադարձավ դատարան, դատավճռի համար։ Արմենը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման իր կատարած հանցագործությունների համար։ Բացի այդ, նրա բոլոր ակտիվները բռնագրավվեցին, մեծ մասը վերադարձվեց Մարինային, իսկ մնացածը բաշխվեց աշխատանքային պարտքերը փոխհատուցումները ծածկելու համար։ Նրա ընկերությունը պաշտոնապես սնանկացավ, այն ղեկավարները, ովքեր հանցակից էին եղել նրա խարդախություններին, նույնպես դատական գործերի բախվեցին։ Բայց Մարինայի համար իրական արդարությունը Արմենի բանտարկության կամ փողի վերականգնման մեջ չէր։ Այն ազատության մեջ էր, որը նա հիմա զգում էր։ Այն փողոցում քայլելու կարողության մեջ էր, առանց ուսերի վրայով նայելու։ Այն առավոտյան արթնանալու մեջ էր, առանց կրծքավանդակի այդ ծանրության։ Այն վերջապես ինքը լինելու մեջ էր։ Դատավճռից 2 օր անց Մարինան ծննդաբերեց։ Խորհրդային գիշեր էր, երբ կծկումները սկսվեցին, ուժեղ կանոնավոր։ Վահագնը նրան հիվանդանոց տարավ, արագությամբ վարելով Երանի դատարկ փողոցներով։ Դավիթը Սոնան նրանց այնտեղ գտան, միասին սպասեցին, մինչ Մարինան ծննդաբերում էր։ Դա դժվար ծննդաբերություն էր։ 12 ժամ կծկումներ, ցավ, ջանք։ Բայց երբ վերջապես լսեց իր դստեր առաջին լացը, Մարինան մոռացավ ամբողջ տառապանքը։ Բուժքույրը երեխային դրեց նրա գրկին, մեծ աչքերով, մուգ մազերով գեղեցիկ աղջիկ։ Մարինան նայեց այդ փոքրիկ մարդուն, զգաց, թե ինչպես է իր սիրտը ընդլայնվում այնպես, ինչպես երբեք չէր պատկերացրել, որ հնարավոր է։ Նրա անունը Էլեն է։ Մարինան հայտարարեց սենյակում բոլորին։ Էլեն, հույս։ Երկրորդ անունը պատահականություն չէր։ Հույսն այն էր, ինչ Մարինան կորցրել էր Արմենի հետ ամուսնության ընթացքում, հույսն այն էր, ինչ նա վերականգնել էր պայքարի միջոցով։ Էլենը ներկայացնում էր նոր սկիզբ, նոր կյանք ոչ միայն երեխայի, այլ Մարինայի համար։ Հաջորդ օրերին, մինչ նա ապաքինվում էր հիվանդանոցում, Մարինան հարյուրավոր աջակցության հաղորդագրություններ ստացավ։ Ծաղիկները լցնում էին սենյակը, նվերները երեխայի համար կուտակվում էին։ Բայց ամենակարևոր նվերը եկավ մի խումբ կանանցից, ում Մարինան երբեք անձամբ չէր ճանաչել։ Նրանք ընտանեկան բռնության զոհեր էին, ովքեր ոգեշնչվել էին նրա պատմությունից, բողոքելու իրենց հարձակվողներին։ Միասին նրանք աջակցության խումբ էին ստեղծել, ամեն շաբաթ հանդիպելով, փորձերով կիսվելու միմյանց ուժեղացնելու համար։
Նրանք Մարինային նամակ ուղարկեցին, յուրաքանչյուրը ստորագրելով իր անունով իր պատմությամբ։ Ոմանք կարողացել էին դուրս գալ բռնի հարաբերություններից։ Մյուսները դեռ գործընթացում էին։ Բայց բոլորը շնորհակալություն էին հայտնում Մարինային իրենց տառապանքին ձայն տալու համար, ցույց տալու համար, որ հնարավոր է պայքարել հաղթել։ Մարինան լացելով կարդաց նամակը, Էլենը հանգիստ քնած էր նրա գրկում։ Եվ հենց այդ պահին նա որոշեց, որ չի կարող դրանով կանգ առնել։ Նրա անձնական պայքարն ավարտվել էր, բայց այնքան շատ այլ կանայք դեռ տառապում էին։ Այնքան շատ պատմություններ դեռ չէին պատմվել։ Այնքան շատ ձայներ դեռ լռեցված էին։ Էլենի ծնվելուց 6 ամիս անց Մարինան նստած էր իր բնակարանի իմպրովիզացված գրասենյակում, աշխատելով մի նախագծի վրա, որը նրան սպառում էր ցերեկ ու գիշեր։ Ապրիլի սկիզբն էր, երանյան աշունը նուրբ զեփյուռներ էր բերում բաց պատուհանից։ Էլենը քնած էր սեղանի կողքի մանկասայլակում, բռունցքներից մեկը սեղմած դեմքին մոտ, շնչառությունը նուրբ ու հանգիստ։ Նախագիծը, որը Մարինան մշակում էր, հույսը հիմնադրամն էր։ Նա որոշել էր օգտագործել Արմենի խարդախությունից վերականգնված ամբողջ փողը իր սեփական կարողության մի մասի հետ միասին ստեղծելու մի կազմակերպություն նվիրված ընտանեկան բռնության զոհերին օգնելուն։ Դա պարզապես մեկ այլ բարեգործական հաստատություն չէր լինի։ Դա կլիներ ամբողջական կենտրոն, առաջարկելով ապաստան, իրավական աջակցություն, հոգեբանական խորհրդատվություն, մասնագիտական վերապատրաստում, ամենակարևորը ճանապարհ, որպեսզի այդ կանայք կարողանային վերակառուցել իրենց կյանքը։ Վահագնը իր ամբողջ բիզնես փորձը տրամադրել էր։ Օգնեց Մարինային կառուցել հիմնադրամը, վարձել ճիշտ մասնագետներին, համագործակցություններ հաստատել այլ կազմակերպությունների հետ։ Դավիթը զբաղվում էր իրավական մասով, ապահովելով, որ ամեն ինչ համապատասխանի օրենքներին։ Սոնան, ով որոշել էր վերադառնալ Հայաստան մշտապես, ստանձնեց վարչական համակարգումը։ Բայց ամենամեծ անսպասելի դաշնակիցը եկավ Անիից։ Դատավարությունից հետո նա դիմեց Մարինային, խնդրելով քավության հնարավորություն։ Ասաց, որ ուզում է օգտագործել իր հանրային կապերի փորձը, օգնելու այլ կանանց, որ ուզում է իր կրած մեղքը վերածել դրական գործողության։ Մարինան վարանեց, բայց ի վերջո ընդունեց։ Բոլորն արժանի էին երկրորդ հնարավորության, այդ թվում Անին։ Հույսը հիմնադրամի գրասենյակը բացվեց հունիսին, Երանի կենտրոնում վերանորոգված շենքում։ Բացման արարողությունը հարյուրավոր մարդկանց գրավեց, ներառյալ հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների, մարդու իրավունքների պաշտպանների։ Բայց այնտեղի ամենակարևոր մարդիկ առաջին 20 կանայք էին, ովքեր կընդունվեին հիմնադրամի կողմից, յուրաքանչյուրը իր ցավի գոյատման պատմությամբ։ Մարինան ելույթ ունեցավ բացմանը, Էլենը գրկում։ Նրա ձայնը սկզբում դողաց, բայց ուժեղացավ, երբ նա խոսում էր։ Այս հիմնադրամը գոյություն ունի, որովհետև ես արտոնություններ ունեի, որոնք ընտանեկան բռնության զոհերի մեծամասնությունը չունի։ Ես հզոր հայր ունեի, ով կարող էր պաշտպանել ինձ։ Ես ֆինանսական միջոցներ ունեի լավագույն փաստաբանների համար։ Ես տեսանելիություն ունեի, որը ստիպեց համակարգին լսել ինձ։ Բայց ինչ կասեք այն կանանց մասին, ովքեր ոչինչ չունեն դրանից։ Նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, նրանք, ովքեր գնալու տեղ չունեն, նրանք, ովքեր ֆինանսապես կախված են իրենց հարձակվողներից։ Այս հիմնադրամը նրանց համար է։ Ազդեցությունն անմիջական էր։ Առաջին շաբաթներին հույսը հիմնադրամը ստացավ ավելի քան 1000 օգնության խնդրանք։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր էր, բայց բոլորը կիսում էին վախի, ցավի փախչելու հուսահատ ցանկության նույն միջուկը։ Թիմն աշխատում էր ցերեկ ու գիշեր, հնարավորինս շատ դեպքերով զբաղվելու համար։ Մարինան անձամբ էր ներգրավված յուրաքանչյուր կնոջ հետ, ով հիմնադրամ էր գալիս։ Լսում էր նրանց պատմությունները, անհրաժեշտության դեպքում գրկում էր, կիսվում էր իր սեփական փորձով, երբ տեղին էր։ Նա գիտեր, որ իր պատմությունը ոգեշնչում է, բայց նա գիտեր, որ յուրաքանչյուր կին պետք է գտնի իր սեփական ուժը, իր սեփական ճանապարհը դեպի բուժում։ Առաջին ընդունված կանանցից մեկը Լիլիթն էր, 35-ամյա հանրակրթական դպրոցի ուսուցչուհի, ով 15 տարի բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից։ Նա հիմնադրամ եկավ 2 փոքր երեխաների հետ, առանց փողի, առանց աշխատանքի, առանց հեռանկարի։ Մարինան ժամեր անցկացրեց նրա հետ զրուցելով, օգնելով կյանքի պլան մշակել, նրան կապելով ռեսուրսների հետ, որոնք կարող էին օգնել նրան նորից սկսել։ 3 ամիս անց Լիլիթը աշխատանք գտավ մասնավոր դպրոցում, վարձեց փոքր, բայց հարմարավետ բնակարան, նրա երեխաները բարգավաճում էին նոր միջավայրում։ Երբ նա վերադարձավ հիմնադրամ, շնորհակալություն հայտնելու, գրկեց Մարինային ասաց. «Դու ինձ փրկեցիր։
Եվ Մարինան պատասխանեց. Ոչ, դու ինքդ քեզ փրկեցիր։ Ես պարզապես ցույց տվեցի, որ դա հնարավոր է։ Բայց ամեն ինչ տոնակատարություն չէր։ Ձախողումներ էլ կային։ Կանայք, ովքեր վերադարձան իրենց հարձակվողների մոտ, համոզված լինելով փոփոխության դատարկ խոստումներով։ Դեպքեր, երբ թիմը չկարողացավ ժամանակին գործել, բռնությունը սրվեց։ Մի կին հիմնադրամ եկավ այնքան ծանր վնասվածքներով, որ ստիպված եղավ շաբաթներով հոսպիտալացվել։ Յուրաքանչյուր ձախողում ծանր էր նստում Մարինայի սրտին, հիշեցնելով նրան, որ աշխատանքն անվերջ է, որ այն երբեք բավարար չի լինի։ Բայց նա շարունակում էր։ Որովհետև յուրաքանչյուր ձախողման համար 10 հաջողության պատմություն կար։ 10 կանայք, ովքեր վերականգնում էին իրենց արժանապատվությունը, ովքեր ուժ էին գտնում պայքարելու, ովքեր նոր կյանք էին կառուցում իրենց երեխաների համար։ Դատավարությունից 1 տարի անց Մարինան անսպասելի հրավեր ստացավ։ Կառավարությունը ցանկանում էր նրան պատվելը արժանիքի մեդալով, ճանաչելով նրա աշխատանքը ընտանեկան բռնության զոհերի օգտին։ Արարողությունը կկայանար նախագահական նստավայրում, նախագահի այլ պաշտոնյաների ներկայությամբ։ Մարինան ընդունեց, բայց մեկ պայմանով։ Նա ուզում էր իր հետ տանել հույսը հիմնադրամի 10 կանանց։ Կանայք, ովքեր ողջ էին մնացել, ովքեր պայքարել էին, ովքեր արժանի էին ճանաչվելու նույնքան, որքան նա։ Կառավարությունը համաձայնեց։ Արարողությունը հուզիչ էր։ Մարինան բարձրացավ բեմ, նորից հագած երկնագույն զգեստը, նույն գույնը, ինչ գալա երեկոյին, բայց այս անգամ կապույտը ցավ չէր ներկայացնում, այն նոր սկիզբ էր ներկայացնում։ 10 կանայք առաջին շարքում էին, ոմանք լացում էին, մյուսները հպարտորեն ժպտում էին։ Էլենը, հիմա 1.5 տարեկան, Վահագնի գրկում էր, ծափահարելով, առանց լիովին հասկանալու, թե ինչ էր կատարվում, բայց զգալով միջավայրի դրական էներգիան։ Մեդալը ստանալիս Մարինան ելույթ ունեցավ, որը տարիներ շարունակ կհիշվի։ Ես այս պատիվն ընդունում եմ ոչ միայն ինձ համար։ Ես ընդունում եմ բոլոր այն կանանց համար, ովքեր ձայն չունեին, ովքեր արդարություն չունեին, ովքեր նորից սկսելու հնարավորություն չունեին։ Այս մեդալը պատկանում է բռնության յուրաքանչյուր զոհին, ով քաջություն ուներ բողոքելու, յուրաքանչյուր փրկվածին, ով ընտրեց պայքարել, յուրաքանչյուր կնոջ, ով հրաժարվում է սահմանվել իր տրավմայով։ Մենք ավելի ուժեղ ենք, քան մեր հարձակվողները երբե պատկերացրել են։ Եվ միասին, մենք փոխում ենք աշխարհը։ Արձագանքը գլոբալ էր։ Մարինայի ելույթը թարգմանվեց տասնյակ լեզուներով, միլիոնավոր անգամներ տարածվեց սոցիալական ցանցերում։ Հրավերներ սկսեցին գալ դասախոսությունների համար համալսարաններից, միջազգային կոնֆերանսներից, մարդու իրավունքների կազմակերպություններից։ Մարինան ընդունեց որոշները, միշտ իր հետ տանելով հիմնադրամի կանանց, իրենց պատմություններով կիսվելու համար։ Նյու Յորք կատարած ուղղորության ժամանակ, ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար, Մարինան հանդիպեց տարբեր երկրների այլ ակտիվիստների հետ։ Նա լսեց իր պատմությանը նման պատմություններ, հասկացավ, որ կանանց նկատմամբ բռնությունը գլոբալ խնդիր է, որը գերազանցում է մշակույթները, սոցիալական դասերը, սահմանները։ Եվ նա հասկացավ, որ հույսը հիմնադրամի աշխատանքը կարող է կրկնօրինակվել այլ վայրերում, որ իրենց մշակած մոդելը կարող է օգնել հազարավոր կանանց ամբողջ աշխարհում։ Վերադառնալով Հայաստան, Մարինան սկսեց աշխատել հիմնադրամը ընդլայնելու ուղղությամբ։ Նա բացեց երկրորդ գրասենյակ Գյումրիում, ապա երրորդը Վանաձորում։ Յուրաքանչյուր նոր ստորաբաժանում հետում էր նույն մոդելին, առաջարկելով համապարփակ աջակցություն, որպեսզի կանայք կարողանային փախչել բռնի հարաբերություններից վերակառուցել իրենց կյանքը։ Բայց Մարինան երբեք չհեռացավ զոհերի հետ անմիջական աշխատանքից։ Նույնիսկ հիմնադրամի աճի, վարչական պարտականությունների աճի պայմաններում նա ամեն շաբաթ ժամանակ էր հատկացնում անձամբ խոսելու օգնություն փնտրող կանանց հետ։ Որովհետև նա գիտեր, որ իր պատմությունը, իր ներկայությունը տարբերություն էր մտցնում։ Այն ցույց էր տալիս, որ հնարավոր է ողջ մնալ, հնարավոր է բարգավաճել, հնարավոր է նորից երջանիկ լինել։ Ինչ վերաբերում է Արմենին, նա իր դատավճիռն էր կրում միջին անվտանգության ուղիչ հիմնարկում։ Երբեմն նրա մասին ինչ-որ նորություն էր հայտնվում, սովորաբար բացասական։ Նա ներգրավված էր եղել այլ բանտարկյալների հետ կռիվների մեջ, փորձել էր արտոնություններ գնել, բացահայտվել էր, կորցրել էր իր պատիժը կրճատելու բոլոր իրավական միջոցները։ Բայց Մարինան չէր հետում այդ նորություններին։ Արմենը անցյալ էր, նա կենտրոնացած էր ներկայի ապագայի վրա։ Մի օր, դատավարությունից 2 տարի անց, Մարինան հիմնադրամում էր, երբ նամակ ստացավ։ Դա Արմենից էր։ Նա վարանեց բացելուց առաջ, չգիտեր, ուզում էր կարդալ, թե ինչ ուներ ասելու։
Բայց հետաքրքրությունը հաղթեց։ Նամակը կարճ էր ձեռագիր։ Արմենը ներողություն էր խնդրում, ասում էր, որ վերջապես հասկանում է իր արածի լրջությունը, որ բանտում թերապիա էր անցնում, փորձում էր ավելի լավ մարդ դառնալ։ Նա ներողություն չէր խնդրում, պարզապես ասում էր, որ Մարինան արժանի է իմանալու, որ նա զղջում է։ Մարինան նամակը 2 անգամ կարդաց։ Զգացումների խառնուրդ զգաց։ Նրա մի մասը ուզում էր հավատալ, որ նա իսկապես փոխվել էր, որ բանտում անցկացրած ժամանակը փոխել էր այն մարդուն, ով նա եղել էր։ Մյուս մասը թերահավատ էր, կասկածում էր, որ դա պարզապես մեկ այլ մանիպուլյացիա էր։ Բայց ի վերջո նա հասկացավ, որ դա կարևոր չէ։ Արմենի զղջումը, անկեղծ լինի թե ոչ, ոչինչ չէր փոխում։ Նա արդեն առաջ էր շարժվել, արդեն նոր կյանք էր կառուցել։ Նրա հավանությունը կամ զղջումը անտեղի էին։ Մարինան նամակը դրեց գզրոցում, երբեք չպատասխանեց։ Կյանքի որոշ գլուխներ պետք է փակվեն առանց վերջին խոսքերի, առանց հաշտեցման տեսարանների, առանց կոկիկ եզրակացությունների։ Իրական կյանքն ավելի շփոթեցնող է, քան սերիալները, երբեմն լավագույն պատասխանը պարզապես առաջ շարժվելն է։ Հաջորդ գարնանը հույսը հիմնադրամը կազմակերպեց իր առաջին բարեգործական գալա երեկոն։ Մարինան ուզում էր, որ այն լիներ հենց նույն հյուրանոցում, որտեղ ամեն ինչ սկսվել էր, նույն սրահում, որտեղ նա նվաստացվել էր։ Բայց այս անգամ միջոցառումը այլ կլիներ։ Դա կլիներ գոյատման, ճկունության, հույսի տոնակատարություն։ Սրահը զարդարված էր նույն բյուրեղապակյա ջահերով, բայց այս անգամ կային վահանակներ, հիմնադրամի օգնությամբ կանանց լուսանկարներով, պատմություններով։ Մեկ մարդու պատվելու փոխարեն պատվվեցին 50 կանայք, յուրաքանչյուրը ներկայացնելով հաղթահարման պատմություն։ Մարինան միջոցառմանը ժամանեց, հագած երկնագույն զգեստը, Էլենը ձեռքից բռնած, արդեն 3 տարեկան խոսող հետաքրքրասեր աղջիկ։ Երբ նրանք մտան սրահ, Մարինան կրծքավանդակում սեղմում զգաց։ Հիշողությունները ուժգին վերադարձան, այն սարսափելի գիշերվա պատկերները, որը փոխել էր նրա կյանքը։ Բայց ապա նա շուրջը նայեց, տեսավ ժպտացող դեմքեր, ուժեղ կանանց, մարդկանց, ովքեր անկեղծորեն շահագրգռված էին փոփոխություն մտցնելու։ Եվ հասկացավ, որ վերաիմաստավորել էր այդ տարածքը։ Նա իր ամենամեծ ցավի վայրը վերածել էր իր ամենամեծ հաղթանակի խորհրդանիշի։ Միջոցառման ընթացքում 22 տարեկան մի երիտասարդ կին բարձրացավ բեմ խոսելու։ Նրա անունը Տաթ էր, նրան հիմնադրամը փրկել էր 6 ամիս առաջ, հղի փախչելով բռնի հարաբերություններից։ Հիմա նա աշխատում էր հենց հիմնադրամի ընդունարանում երեկոյան հոգեբանական ֆակուլտետում էր սովորում։ Նրա երեխան առողջ էր, նա լիովին վերականգնել էր իր ինքնավստահությունը։ Տաթը հուզմունքով խոսեց այն մասին, թե ինչպես հույսը հիմնադրամը փրկել էր ոչ միայն մեկ կյանք, այլ 2, իրենը իր որդու կյանքը։ Խոսեց Մարինայի մասին, այն մասին, թե ինչպես նրա պատմությունը ոգեշնչել էր հազարավոր կանանց օգնություն փնտրելու։ Եվ ապա ասաց մի բան, որը սրահում բոլորին ստիպեց լացել։ Մի օր, երբ իմ որդին մեծանա, ինձ հարցնի, թե ով է իր հերոսուհին, ես ցույց կտամ Մարինա Դավթյանի լուսանկարը, կասեմ, նա մեզ սովորեցրել է, որ մենք կարող ենք ուժեղ լինել, որ մենք կարող ենք ողջ մնալ, որ մենք արժանի ենք սիրո հարգանքի։ Մարինան չկարողացավ զսպել արցունքները։ Նա բարձրացավ բեմ, երկար գրկեց Տաթին, ապա շրջվեց դեպի խոսափողը։ 3 տարի առաջ ես գտնվում էի այս նույն սրահում, ծեծվում էի մի մարդու կողմից, ում երդվել էի սիրել։ Ես կարծում էի, որ կմահանամ այստեղ։ Կարծում էի, որ իմ դուստրը չի ծնվի։ Կարծում էի, որ իմ պատմությունն ավարտվելու է այդ գիշեր։ Բայց չավարտվեց։ Դա պարզապես սկիզբն էր։ Բուժման, պայքարի, վերափոխման ճանապարհի սկիզբը։ Եվ այն, ինչ ես սովորեցի, այն է, որ մեր ցավը պարտադիր չէ, որ լինի պատմության վերջը։ Այն կարող է լինել ինչ-որ ավելի մեծ բանի սկիզբը, ինչ-որ բան, որը մեզ կվերափոխի ոչ թե մշտական զոհերի, այլ հզոր փրկվածների։ Միջոցառումը 3 միլիոն դրամ հավաքեց, որը կօգտագործվեր հիմնադրամն էլ ավելի ընդլայնելու համար։ Բայց իրական արժեքը փողի մեջ չէր։ Այն հաստատված կապերի, կիսված պատմությունների, ուժեղ կանանց համայնքի մեջ էր, որը ձևավորվեց այդ գիշեր։ Երբ միջոցառումն ավարտվեց, բոլորը հեռացան, Մարինան մի քանի րոպե մենակ մնաց սրահում։ Նա քայլեց մինչ այն կենտրոնը, որտեղ ընկել էր 3 տարի առաջ։ Փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Նա գրեթե լսում էր այդ գիշերվա արձագանքները, զգում էր ցավը, նորից վերապրում էր վախը։ Բայց ապա նա բացեց աչքերը, տեսավ դատարկ սրահը, խաղաղ, պարզապես ֆիզիկական տարածք, առանց նրա վրա իշխանության։
Ես հաղթեցի։ Նա բարձրաձայն ասաց դատարկ սրահին։ Դու ինձ չկործանեցիր։ Դու ինձ ավելի ուժեղ դարձրիր։ Եվ այդ խոսքերով Մարինան շրջվեց ու դուրս եկավ, թողնելով անցյալի ուրվականները քայլելով դեպի այն ապագան, որը նա կառուցել էր իր սեփական ձեռքերով։ Ապագա, որտեղ Էլենը կմեծանար, իմանալով, որ իր մայրը մարտիկ է։ Ապագա, որտեղ հարյուրավոր կանայք նորից սկսելու հնարավորություն կունենային։ Ապագա, որտեղ ինքնասերն ավելի կարևոր էր, քան ցանկացած կործանարար հարաբերություն։ Մարինա Դավթյանը իր ցավը վերածել էր նպատակի, իր տրավման, ուժի, իր պատմությունը, հույսի հազարավորների համար։ Եվ մինչ նա քայլում էր Երանի փողոցներով այդ գիշեր, Էլենը քնած էր նրա գրկում, նա գիտեր, որ իր ճանապարհը հեռու էր ավարտից։ Դեռ շատ անելիք կար, շատ կանանց օգնելու, շատ կյանքեր փոխելու։ Բայց առաջին անգամ տարիներ շարունակ Մարինան իրեն լիովին էր զգում։ Ոչ թե այն պատճառով, որ նա կործանել էր Արմենին, ոչ թե այն պատճառով, որ նա հանրային ճանաչում էր ստացել, այլ այն պատճառով, որ նա վերագտել էր իրեն։ Նա հայտնաբերել էր, որ իր ներսում միշտ գոյություն է ունեցել մի ուժ, որը ոչ մի հարձակվող չէր կարող խլել։ Եվ այդ ուժը, այդ անկոտրում էությունը, այն էր, ինչ նա հիմա կիսում էր յուրաքանչյուր կնոջ հետ, ով հանդիպում էր իր ճանապարհին։ Մարինայի հույսը հիմնադրամի պատմությունը կշարունակվի պատմվել վերապատմվել, ոգեշնչելով կանանց սերունդներին պայքարել իրենց կյանքի, իրենց արժանապատվության, առանց վախի գոյություն ունենալու իրենց հիմնարար իրավունքի համար։ Եվ յուրաքանչյուր կիսված պատմության մեջ, յուրաքանչյուր փրկված կյանքի մեջ, յուրաքանչյուր վերականգնված ժպիտի մեջ Մարինայի ժառանգությունն աճում էր։ Որովհետև ի վերջո իրական հաղթանակը Արմենի բանտարկության կամ փողի վերականգնման մեջ չէր։ Այն բանում էր, որ նա իր ամենախորը ցավը վերածել էր լույսի այլ մարդկանց համար։ Այն բանում էր, որ նա օգտագործել էր իր ձայնը, բարձրացնելու նրանց ձայները, ովքեր չէին կարող խոսել։ Այն բանում էր, որ նա ապացուցել էր, որ նույնիսկ ամենախորը մթության մեջ միշտ հույս կա։ Եվ հույսը, Մարինան սովորել էր, տիեզերքի ամենահզոր ուժն էր։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինայի Էլենի պատմությունը խորապես դիպել է ձեր սրտերին։ Այս հաղթահարման նոր սկզբի պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում միշտ կա ճանապարհ դեպի լույսը։ Մարինան իր ցավը վերածեց հույսի հազարավոր կանանց համար, ապացուցելով, որ խոսելու քաջությունը կարող է փոխել ոչ միայն մեկ կյանք, այլ ամբողջ հասարակություն։ Եթե այս պատմությունը արձագանք գտավ ձեր մեջ, մենք հրավիրում ենք ձեզ դառնալու մարդկանց այս համայնքի մասը, ովքեր հավատում են վերափոխման ուժին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հետելու ավելի շատ պատմությունների, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, ճկունության ուժը, նոր սկզբի գեղեցկությունը։ Յուրաքանչյուր պատմություն, որը մենք կիսում ենք այստեղ, մանրակրկիտ մշակված է, սրտին դիպչելու փոփոխություններ ոգեշնչելու համար։ Դրեք ձեր լայքը այս տեսանյութին, եթե Մարինայի ճանապարհը ոգեշնչել է ձեզ, մի մոռացեք ակտիվացնել զանգակը, մեր հաջորդ պատմություններից ոչ մեկը բաց չթողնելու համար։ Մենք պատրաստել ենք էլ ավելի հուզիչ պատմություններ սիրո, հաղթահարման, արդարության հույսի մասին։ Իսկ դուք ունեք որևէ մտորում Մարինայի պատմության մասին։ Մեկնաբանություններում կիսվեք, թե ինչն է ամենից շատ դիպել ձեր սրտին, որ պահն է եղել ձեզ համար ամենակարևորը, կամ պատմեք ձեր սեփական հաղթահարման պատմությունը, եթե հարմար եք զգում։ Սա աջակցության հյուրընկալության համայնք է, որտեղ յուրաքանչյուր ձայն կարևոր է, յուրաքանչյուր պատմություն արժանի է լսվելու։ Այս էմոցիոնալ ճանապարհը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք ձեր էկրանի ձախ կողմում, ուժի, վերափոխման նոր սկզբի հավասարապես գրավիչ պատմություններով։ Յուրաքանչյուր պատմություն ստեղծվել է մեզ հիշեցնելու համար, որ մենք ավելի ուժեղ ենք, քան պատկերացնում ենք, որ միշտ հույս կա, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Շնորհակալություն մեզ հետ այսքան հասնելու համար։ Կհանդիպենք հաջորդ պատմության մեջ։